Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, մի քանի վայրկյան սպասենք ու մի փոքր զրուցենք, ինչպես ասում են, բացենք տարին։ Սա նոր տարվա առաջին եթերն է 26 թվականի եւ թույլ տվեք բոլորիդ նախ շնորհավորել 2026 թվականի գալստյան կապակցությամբ, նոր տարվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն, հաջողություններ գործի մեջ, փոխըմբռնում, սեր եւ հաղթանակներ ամենատարբեր ոլորտներում, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ, հաղթանակներ ռազմաճակատում չի որ գրանցվում են, լինում են այնպիսի հաղթանակներ, որ անգամ ռազմաճակատը տաքացնելու խնդիր չի առաջանում։ Շնորհավոր բոլորիդ նոր տարին եւ շնորհակալություն նաեւ բոլոր նրանց, ովքեր անձնական նամակներով, զանգերով շնորհավորել են ինձ, ես անկեղծ շնորհակալ եմ ձեր գնահատանքի համար եւ դա պարտավորեցնող է իսկապես եւ այդ գնահատականը երևի թե ամենաթանկ ձեռքբերումն է իմ եւ անփոխարինելի ձեռքբերումը վերջին տարիներին։ Ես ներողություն եմ խնդրում, որ բոլոր շնորհավորանքներին Messenger-ով կամ WhatsApp-ով եկած անհատական չեմ կարողացել պատասխանել, բայց դեռևս, ինչպես ասում են, ժամանակ ունենք։ Եվս մեկ անգամ շնորհավոր, մի փոքր զրուցենք։ Իհարկե ես այսօր տրամադրված էի, 3 էի դեռևս ցանկանում եթեր անել, չստացվեց, ոչինչ, այսօր որոշեցի ու լրիվ այլ բանից էի խոսելու, ուզում էի ամփոփել մի 3-4 օրը, որ եթերում չենք եղել, մեր մոտեցումները ամանորին եւ այն մարդկանց մոտեցումները ովքեր որ ոչ մի կերպ չեն ցանկանում մտնել սիրո համերաշխության մթնոլորտ, չնայած առավոտից երեկո դրա մասին են բարբաջում։ Ես անկեղծ պատրաստ էի ամենայն հարգանքով միշտ շարունակել շփվել, թեկուզ հակառակ քաղաքական պատկերացումներ ունեցողների հետ եւ այլն, չնայած այդքան էլ չէի հավատում, թե փոխադարձության սկզբունքը կպահպանվի, բայց ամանորի երեկոյից սկսած գիշերը հաջորդ օրը այնպիսի գրառումներ տեսա, որ ինչ արած, ստացվում է այնպես, որ երբ մենք խոսում ենք հանդուրժողականությունից, խոսում ենք սիրուց, ներելու կարողությունից, ինքներս որոշում ենք, որ մենք էլ որոշակի մեղքեր գործած կլինենք, թեկուզ չնկատելով, ուստի կարելի է եւ դրա համար նույնպես ներողություն ասել։ Շատ-շատերը դա ընկալում են, չգիտես ինչու, թուլության նշան։ Դե չեք ցանկանում այդպես շփվենք, չենք շփվի, ինչ ա եղել։ Ասեմ, այնպես չի, որ մենք ինչ որ մի մեծ մեղք ենք գործել ու ինքած ենք այս կողմ են կողմ։ Խնդիրը դուք եք, շատ եք ուզում անընդհատ մատնացույց լինել, կլինեք, ինչ ա եղել։ Մենք էլ մեր ձևով, ոնց որ ասած, կվարվենք։ Ուզում էի ամփոփեի դա, բայց այս պահին իհարկե 1-2 բան կամփոփենք, բայց այն ինչ որ տեղի ունեցավ Լատինական Ամերիկայում, պարզապես խառնել է ամեն ինչ իրար ու ես չգիտեմ, նախ ես գեոպոլիտիկ չեմ բնականաբար, չնայած ահագին բաներ հասկանում եմ եւ ուսումնասիրում եմ, այդ մասով մի քանի բառ կզրուցենք երևի թե մեր պատկերացումների շրջանակներում, որովհետեւ ես տեսնում եմ շատ ռուսամետ ուժեր, ինչ որ այլ կերպ են փորձում ներկայանալ կամ իրենց էլեկտորատին համենայն դեպս ներկայացնել իրավիճակը, մենք դա նույնպես թույլ չենք տա ու մի քանի բառով կանդրադառնանք այլ թեմաների նույնպես ամանորի թեմաներին, ինչու ոչ վաղը մյուս օրը դարձյալ եթերում կլինենք այս ֆորմատով առայժմ ու կփորձենք այն ինչ որ բաց ենք թողել այս մի քանի օրվա լռության մեջ բերել ու այդ ամեն ինչը պարզաբանել, որպեսզի մաղձը չմնա, իսկ մաղձը մնալու համար շատերն են ձգտում, որպեսզի մեր հանրության մեջ բացասական տրամադրություններ ձևավորված լինեն, որովհետև բացասական տրամադրությունները տանում են մարդկանց դեպի դեպրեսիա, իսկ դեպրեսիվ ժողովրդին հեշտ է արդեն կառավարելը, հեշտ է նրանց հույզերը
օգտագործել քաղաքական դիվիդենդների շրջանակներում, ինչն էլ անում են նախկինները եւ նրանց հետ փոխկապակցված եւ առհասարակ FSB-ի հետ կապակցված որոշ տարրեր ու նրանց մանկլավիկներ, ովքեր այս ամեն ինչից կապված չեն ուզում գլուխ հանել։ Մի քանի բառով Վենեսուելայի հետ կապված, սա երևի պատմական թերևս իրադարձություն է, երբ մի պետությունը կոնկրետ հարձակվում է մի ուրիշ պետության վրա, այդ օպերացիան տևում է մի 3 ժամ, բուն օպերացիան 30 րոպե, վերցնում է գերեվարում է տվյալ երկրի նախագահային իր կնոջ հետ ու տանում է դատելու։ Ու դրանից հետո կանգնում է, ասում է, վերջ ես էլ ուրիշ խնդիր չունեմ։ Այսինքն ռազմական գործողություններ չեն շարունակվելու։ Այսինքն իր խնդիրը դնում է, կատարում է, շատ արագ, ասենց վարկյանների մեջ ու քաշվում, ասում է, դե լույսը կբացվի, կպատասխանեմ ինչ եմ արել։ Այսպեսի մի բան ստացվեց, կարելի ասել, հա։ Իսկ խնդիրը շատ ավելի բնականաբար խորն է, այստեղ դիտարկել Միացյալ Նահանգներ ու Վենեսուելա, չեմ կարծում թե ճիշտ կլինի, որովհետև իսկապես այնպես չի, որ Լատինական Ամերիկայի երկրների հատկապես առաջին էշելոնի ներկայացուցիչները Միացյալ Նահանգների համար գլուխ են ջարդում, իհարկե ժողովուրդը ձգտում է լավ ապրելու, բոլորն են հասկանում, որ իրենք բռնապետական երկրում են ապրում ու կարող են ժողովրդավար լինել ու լավ ապրել այս տասնամյակների ընթացքում, բայց այնուամենայնիվ այդ կոռուպցիայի մեջ թաթախված հանցագործ ղեկավարները չեն ցանկանում դա տեղի ունենա եւ իրենց երկիրը վերածել են բռնապետական տիրույթների ու դրա շրջանակներում միահեծան ձևով շարունակում են իրենց կեղտոտությունները հանցագործ ներկայությունը ապահովել։ Ինչը սպառնալիք է առհասարակ աշխարհում ժողովրդավարության վրա։ Սա եթե առաջին հայացքից է։ Ու կար մի պահ միտում, որ հնարավոր է Լատինական Ամերիկայի որոշակի երկրներ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, սա հնարավոր էր, որ նրանց միավոր էր, որովհետև առհասարակ Լատինական Ամերիկան ավելի շատ դիտարկվում է որպես պատերազմների անթույլատրելիության գոտի, բայց այնուամենայնիվ կարծես դա տեղի չի ունենում, որովհետև Վենեսուելայի ժողովուրդը զարթնել է քնից առավոտյան ու մեկ էլ իմացել է, որ իրենց երկրի ղեկավարը կնոջ հետ բռնապետը իր կնոջ հետ ձերբակալվել է ու Միացյալ Նահանգներում է։ Ես անգամ կադրեր կան նրանց հրճվանքի վերաբերյալ եւ այլն։ Եվ այո, այդ ժողովուրդը երջանիկ է, այս պահի դրությամբ, չգիտենք վերջը ինչ կլինի, ամեն դեպս երջանիկ է, ոչ մի վենեսուելացի չի ասում, մեր վենեսուելացուն պետք է հետ բերենք ամերիկյան բանտից, որովհետև ինչ էլ լինի, նրանք մերն են ու գերի չպետք է մնան, այսպեսի բաներ չի ասում, որովհետև ըստ էության ազատագրված է չարիքից։ Ի տարբերություն մեզ, էլի։ Ես իհարկե մեր գերիների վերաբերյալ ես մեր գերիներին սպասում եմ որ առաջ վերադառնան հայրենիք, բայց որոշ ներկայացուցիչների հանդեպ ունեմ այնպիսի զգացողություն, այդ Արցախի երբեմնի վերնախավի որոշ ներկայացուցիչների հանդեպ, որ մեծ հաշվով իրանք ինձ անկեղծ ասեմ հետաքրքիր չեն, այնքան ցավ են պատճառել մեր ժողովրդին, մեր ազգին ու Արցախին ու Հայաստանին, որ ինձ քիչ է հետաքրքիր նրանք որ բանտերում են, ուզեք դրական ընդունեք, ուզեք բացասական, ու ես նրանց չեմ էլ դիտարկում հայ լինելու տեսանկյունից բացարձակ, որովհետև հայը հայի հետ այտենց չեր վարվի, ոնց որ իրենք են վարվել։ Հիմա ստեղ տեսեք ինչ է ստացվում, ընդհանուր հա պատկերը ասեմ, ես ելի եմ կրկնում, հենց միջազգայնագետ չեմ, պարզապես այն ինչ որ հասցրել եմ ուսումնասիրել, ներկայացնեմ ձեզ, ուրեմն Վենեսուելային պաշտպանում է ոչ միայն Ռուսաստանը դե վաղուց ինքը իր զենքով, զինամթերքով, այնտեղ չինական ներկայությունը կա ու գնալով մեծանում է առհասարակ Լատինական Ամերիկայում, անգամ մինչև 500 միլիարդի է ինչ որ հասնող ապրանքաշրջանառություններ են գնում եւ սա իհարկե Դոնալդ Թրամփին եւ Միացյալ Նահանգներին կարող անհանգստացնի իրենց քթի տակ եւ Պանամայի պատմությունները դեռ կհիշեք,
ու զուգահեռ Իրանն էլ այստեղ դերակատարում ունի իր ԱԹՍ-ները առաքելով Վենեսուելա։ Սա մեծ խաղեր են այստեղ ու չի կարելի բնականաբար դիտարկել Միացյալ Նահանգներ եւ Վենեսուելա ինչ-որ sense ուղիղ առճակատում, հա, սա մեծ մոլորակի մասշտաբով աշխատանք էր մի հատ եւ բլիցկրիգը այսպեսին նա լինի, բլիցկրիգը արագ հարձակումը այսպեսին նա լինում, սա ինչ որ դաս էր, ռազմական դաս էր մի հատ, որ մտավ աշխարհի ռազմական պատմության մեջ իմ կարծիքով, հա։ Ես չեմ հիշում ամենայն դեպս նման դեպք այս արագության ու պատկերացրեք այսպեսի մի բան ռազմական ուժերը չգիտեն ինչ պետք է անեն չկա պլանները ծրագրերը հաստատող գրող թույլատրող եւ այլն որի համար հետագայում պատասխանատվություն կրող նաեւ չկա ինչ անեն չեն կարող հաստատ իրենց թույլ չեն տա գնան Միացյալ Նահանգների սահմաններին հասնեն սա բացառված բան է պարզապես ձեռնուն են ապշած կանգնած են ինչ անեն հիմա իսկ ինչ պիտի անեն պիտի նոր ընտրություններ անեն բնականաբար եւ ես այստեղ մեր բոլոր քաղաքացիների ուշադրությունը կխնդրեի գրավեն այն հանգամանքի վրա որ առհասարակ ընտրություններում իշխանություն առհասարակ ընտրությունները ինչքան կարևոր է որ լեգիտիմ լինեն եւ ինչքան մենք մեր երկիրը նվաստացրել, ստորացրել ենք աշխարհում եւ թույլ չենք տվել ընկալել մեր պետությանը որպես պետություն, որովհետեւ աշխարհը շատ լավ իմացել է, որ այստեղ լեգիտիմ ղեկավարություն, գոյություն չունի, հա, մինչեւ Թավշյա հեղափոխությունը։ Եվ հենց այդ էր ամենամեծ արժեքը ձեռք բերված եւ մինչեւ հիմա, որ ընտրությունները լեգիտիմ ճանապարհով են գնում եւ խիստ կարեւորվում է մարդու ձայնը եւ իհարկե մեր իրավապահ համակարգը դեռևս այդաշան չի զարգացել եւ օրենքներն էլ այնպիսինը չեն որ հենց տեղում եթե որևիցե մեկը օրինազանցություն է կատարում կամ փորձում է ազդել մյուսների ընտրության իրավունքի վրա շահագրգռվելով ամենատարբեր ձևերով շատ արագ կտրուկ պատասխաններ լինեն դրանք երկարում են ինչ-որ պրոցեսները, սկսվում բան է, կողմ են կողմ, դատվում են քրեական պատասխանատվության ենթարկվում են իհարկե, բայց դեռևս այդ ամեն ինչը շատ դանդաղ է գնում, դա ինչ հարած, այդ է իրավիճակը, մեր ժողովուրդն էլ կարծես թե դեռևս չի հասկանում ընտրություններում իր ձայնի, իր ով լինելու կարևորությունը եւ փորձում է դա վաճառել իսկ եթե ես վստահ եմ պարզապես եթե քաղաքացին գիտակցի իր ձայնի կարևորությունը իր ով լինելը իր իսկ պետության մեջ կհասկանա որ իր ձայնը ոչ թե արժի 5000 կամ 50000 կամ 500,000 այլ առհասարակ իր ձայնը չի վաճառվում դա անգնահատելի մի բան է եւ այո ես այդպես եմ ձևակերպել միշտ իմ ասելիքը ոչ թե հիմա այլ առհասարակ միշտ որ իր ձայնը վաճառող մարդը կարող է վաճառել ցանկացած բան պարզապես պետքա դրա արժեքը մարդուն առաջարկես ճիշտ արժեք օրինակ կվաճառի սկսած հայրենիքից սկսած իր պոստերից սկսած իր ընկերոջից եւ այլն որովհետեւ դու քաղաքացի ես քո քաղաքացի լինելը դու վաճառում ես դա չգիտեմ աններելի մի բան է եւ քրեական օրենսգիրքը կարծում եմ այս տեսքով որ կա բավականին նուրբ է վերաբերում եւ սրա մասին ասենք չի շատ խոսվում եւ չի բացատրվում թեկուզ երիտասարդներին երեխաներին ինչ ոչ որպեսզի իրենց իրավունքները մեծանալու ժամանակ արդեն ուղեղների մեջ նստած լինի լեզվամտածողության մեջ նստած լինի ահա այսպես հիմա չեն կարողանում շատ կանգնել Վենեսուելայի ղեկավարի կողքին, որովհետև բոլորը գիտեն, որ նա լեգիտիմ չի եղել։
Եվ իրավական տեսանկյունից այնպեսի ճոճվող իրավիճակում, որ չգիտեմ ինչ հիմքա պետք դնել տակը, որպեսզի նրան պաշտպանել, նույն մակում, մյուս, այն որ Իրանը ոնց հասկացա դիմել էր։ Ես եւս մեկ անգամ շնորհավորեմ բոլորիդ նոր տարին, տեսնում եմ ամենասկզբում շնորհավորել եմ անկեղծ ասած եւ սրտանց եւս մեկ անգամ շնորհավորում եմ նոր միացողների։ Ու այստեղ էսպիսի աշխատանք արդեն եղավ, ու մարդը շատ հանգիստ ասում, ես գնացել եմ, ձերբակալել եմ մի հանցագործի, ունեմ բոլոր իրավական փաստաթղթերը, ով իմ երկրին, Միացյալ Նահանգների իմ ժողովրդին հագցրել է կոկաինին։ Իհարկե, խնդիրը շատ ավելի գլոբալ է, հարցերը շատ ավելի գլոբալ են, բայց առնվազն օրենքի առաջ այդ պատասխանը ինքը ունի։ Ու ասում եմ քանի որ իրավապահ մարմիններից չէին փոխանցի եւ խոչընդոտներ կառաջացնեն, որպեսզի իրավապահ մարմինները ձերբակալեին նրան ու բերեն, մենք ստիպված ենք եղել ռազմական ներկայացուցության աջակցությունից նույնպես օգտվել եւ արել ենք այդ օպերացիան, վերջ։ Ես պաշտպանում եմ իմ երկիրը։ Ասում են նախագահն ով է նախագահը։ Այստեղ արդեն հենց արտաքին հետախուզության կարևորությունն է շատ մեծանում, իմիջիայլոց հիշեցնեմ ձեզ ժողովուրդ ջան, որ մեր այսօրվա իշխանություններին ով ինչ անուն ուզում է դնի, մի բան հաստատ է, որ մեր այսօրվա իշխանություններն են, որ ստեղծել են արտաքին հետախուզության ծառայություն եւ անգամ կարող եք գտնել նաեւ նյութերը այդ ժամանակների ազգային ժողովի ընդդիմադիր հատվածը բնականաբար դեմ է քվեարկել, որ մենք ունենանք արտաքին հետախուզություն, հասկանում եք, որովհետեւ դա անկախ երկրի կարևոր ունեցվածք ու հարստություն, ոչ թե կախյալի, ինչպեսին իրենք գիտեն, հա, իրենք ոնց Հայաստանը ոնց կարող ունենա արտաքին հետախուզություն, այս բաներով ապրում են։ Ահա եւ արտաքին հետախուզությունը ինչեր կարող է անել։ Ես ասեմ, որ այ մի վեց է օրինակ, ասենք մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզությունը եւ այլն։ Եթե նայեք աշխարհում օրինակ այսօր շատ են չէ խոսում, որ կարող է Եվրոպայում պատերազմ սկսվի եւ հարցումները շատ դրան տանում են եւ ասում են նաեւ որ Եվրոպան այդքան էլ պատրաստ չի դիմակայելու, բայց մինչեւ այդ գործողությունները պետք է նախապատրաստել երկու կողմերին եւ տարիներ են անհրաժեշտ լինում։ Հիմա ինչպես կհասցնեն, չգիտեմ։ Ամեն դեպքում ես այս ինչի համար եմ ասում։ Ինչ որ պայից մարդիկ ասել են նախբեր ջան, մեզ այդքան զորք պետք չի, օրինակ զենք առնել, զորք պահել, տնտեսության համար դա շատ ծանր է եւ մանավանդ այդ զենքերը որ առնում ես, հետո այդ զենք զինամթերքը պահելա պետք է դի ավելի մեծ ծախսա։ Եվ ինչ որ մի պայ ասել են դրա փոխարեն մենք ունենանք հիանալի արտաքին հետախուզություն, ավելի լավ այդտեղ ծախսանենք, որովհետեւ եթե արտաքին հետախուզությունը լավ աշխատի, դժվար թե պատերազմ սկսվի, կամ դա շատ կհեռացնի, պատերազմը մեզնից միշտ հեռու կպահի։ Այս է տեղի ունեցել, որը մենք միշտ չենք արել, երբեք չենք արել։ Եվ մեր պետությունը ղեկավարած, կառավարած քաղաքական իրենց հռչակած ուժերը դրա մասին բավականին անկեղծ արտահայտվում են։ Իրենք ասում են, որ հայ ժողովուրդը Թուրքի հետ մաքարելու համար է։ Սա բառացի են ասում։ Բառացի, ես իմ կարծիքը չեմ ասում, սա իրենց բառացի մեջբերումներն է, անգամ կարող եմ այդ պատգամավորների անունները հիմա հիշել ու տալ։ Այսինքն դիտարկվում է Հայաստանը որոշ քաղաքական բաների համար, ուժերի համար, որ Հայաստանը դա պիտի լինի պլացդարմ մեկ այլ երկրի համար, մեկ այլ երկրի դեմ, հասկանում եք։ Ասենք օրինակ, Սիրիան ինչ էր։ Սիրիան պլացդարմ էր, որտեղ որ մարտնչում էին մյուս երկրները ու շատ երկար ժամանակ, մինչև որ ուրիշ հարցեր են ձեռի հետ լուծում։ Ու միայն Սիրիան չի, շատ նման օրինակներ կան, հենց նույն Վենեսուելան, հա։ Ինչ են ասել։ Ռուսները ասել են մենք ձեր հետ ենք, ես չվախենաք, ես էլ ձեզ զենքը, անգամ S300-ներ, բաներ տալիս էին, բայց չաշխատեց։ Հասկանաք, իսկ Վենեսուելան փոքր երկիր չի, ժողովուրդ 1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով երկրի մասին է խոսքը։ 1 միլիոն քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը։
ով ունի հարստություններ, նավթ եւ այլն, նավթամթերք։ Ու առասարակ դուք նկատել եք, որ նման բնական հարստություն ունեցող երկրների մեծամասնությունը բռնապետական երկրներ են։ Հասկանում եք։ Չեն վարում քաղաքականություն, իրանք դառնում են պրոքսիներ այս կամ այն երկրի ձեռքը եւ օգտագործում են մյուս երկրի դեմ։ Մենք, ես պիտի անկեղծ լինեմ այստեղ, սրա մասին մենք շատ խոսելու ենք, իհարկե ես ունեմ քննադատելու իմ պատկերացումները եւ տեղերը իշխանություններին եւ հուսամ 26 թվականին, երբ որ մեծամասնության ձայնով դարձյալ ընտրվեն, մենք կկարողանանք շատ ավելի ճիշտ քննադատության ենթարկել նրանց, դրանով ջուր չլցնելով որոշների ջրաղացին, թե ինչու այս անգամ չստացվեց, դա էլ ունի իր պատմությունը, դրա մասին կխոսենք անպայման, բայց մենք պիտի քննադատենք մեր իշխանություններին, մեր։ Մենք պիտի ընդունենք, որ դա մերն է։ Հասկանում եք, այո, 30 միլիոն են աշրջան։ Եվ այդ քննադատությունները պիտի լինի մեր պետության մասին։ Մեր առաջարկները նույնպես պիտի լինեն մեր պետության մասին։ Եվ անկախ նրանից, թե ինչ կքննադատենք, ինչ չենք քննադատի, այնուամենայնիվ չի կարելի բաց թողնել աչքից մի շատ կարևոր հարգանք։ Նոր տարվա վրա բոլորը նյարդայնացել էին, որ Փաշինյանը ուղիղ տեքստով իր ուղերձի ժամանակ ասաց, որ մեր երկիրն էլ մերը չի եղել, Հայաստանն էլ մերը չի եղել։ Ես համաձայն եմ սրա հետ։ Եվ համաձայն եմ ոչ թե որովհետև ուզում եմ նրա հետ համաձայն լինել, այլ որովհետև ինքս գիտեմ ինչերի միջով ենք մենք անցել, ինքս պատկերացում ունեմ հստակ խորքային եւ այո մենք կարողացել ենք Հայաստանի Հանրապետություն ձեռք բերել, շատ թանկ է արժեցել դա մեզ վրա, մոտ 4000 զոհ, Արցախի կորուստ, բայց Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել ու պահել է իր սուվերեն գոյությունը ու ամրապնդել իր դիրքերը որպես պետություն աշխարհում, հասկանում եք, սա հնարավոր չի չգնահատել, սա հնարավոր չի գերագնահատել անգամ, հասկանում եք, իհարկե 1-2 տասնամյակ անց շատ փաստաթղթեր նրանց վրայից հույժ գաղտնի գրիֆները դուրս կգան ու մենք իրականում շատ կտեսնենք, թե խոսքը ինչի մասին է, բայց հավատացնում եմ դրա համար ահռելի աշխատանք է տարվել եւ ես այստեղ էլի անկեղծ լինելով պիտի ասեմ, որ որքան էլ ես իսկ ես քննադատում եմ եւ որքան էլ որ քննադատելուց լինեմ միևնույնն է, մի բան հաստատ է, ես չեմ կարող չգնահատել կոնկրետ Փաշինյանի գործոնը ու էլի անհատների, ովքեր որ 21 թվականից մտան շատ բարդ դաշտ, մենք ասացինք պիտի մտնեք ու պատասխաններ կան, մտան ու պատասխաններ տվեցին եւ կարողացան մինչեւ այսօր չնայած շատ հարվածների, թե դրսից, թե ներսից, այնել ոչ քաղաքական հարվածների, որովհետեւ եթե լինեին դրանք քաղաքական հարվածներ, նորմալ կընկալենք, բայց այդ մեծագույն ցնցումներով ադրբեջանցիների հետ ձեռ-ձեռի տված 5-րդ շարասյունով ռուս-ադրբեջանական այստեղ շատ բան փորձեցին անեն եւ եկանք հասանք մի շատ կարեւոր հանգրվանի կետի որտեղ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն եւ որտեղ այս տարի դարձյալ լինելու են ընտրություններ իհարկե ես չէի ուզենա այստեղ շատ կմարանամ երևի մեկ այլ առիթով այնուամենայնիվ ես կուզեմ ճիշտ ընկալված լինեմ, ես այնպես չի, որ կուզեմ լինի իմ պետության մեջ միշտ նույն քաղաքական ուժը, ոչ, ես այն մարդն եմ, ով տեսել է ժողովրդավար երկրներն ինչպիսինն են դեռ այն ժամանակները, երբ շատերը ծանոթ չէին աշխարհի հետ, հա, եւ ես երազել եմ այդ օրերի մասին Եվ այո, ես կուզեմ, որ իշխանությունները մեկ մաքսիմում 2 շրջան հետո ավարտեն իրենց գործունեությունը կամ ավարտել որն է
լինի քաղաքական են դիսկուրսները, որը որ մեկ այլ քաղաքական ուժ կարողանա ավելի ճիշտ օգտագործել, կիրառել, ինքը գալ, հետո այն մյուսը, եւ այդ դրանից չցնցվի անընդհատ Հայաստանը։ Բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ 26 թվականին պետքա բավականին զգույշ լինենք բոլորս, ժողովուրդ ջան, որովհետեւ մեր պետության ճակատագրի հարցն է լինելու։ Այս տարի հունիսի 7-ին, եթե չեմ սխալվում, հա, որը արդեն ասել են կարծեմ։ Նու գարնան վերջ ամառվա սկիզբ։ Բայց թողնենք այս թեման։ Ու հասկանանք, թե ինչի ենք այդպես մտածում, ինչի համար, ասենք, sense եթե նայում ենք, մեր հորտնից չենք բերել, ոչ էլ հարազատ բարեկամ ենք, ոչ էլ ուղիղ շահ ունենք, հա, տենց անձնական։ Այստեղ շահը հենց պետության շահն է, որովհետև լինելով մեդիա տիրույթում անընդհատ, տեսնում ենք, թե ինչ ահռելի հարվածներ է գալիս դրսից։ Ուրեմն ինչ է ստացվում, սրանք բերել են մեծ խոսույթ են ուզում վաճառել մեզ վրա։ Ասում են ավելի լավ է մարդը լինի ռուսի գործակալ, քան թուրքի։ Ես այստեղ ուզում եմ կանգ առնել ու հստակ ասել, որ լինել օտար երկրի գործակալ դա վերջ, կապ չունի ազգը, այդտեղ պետությունը, թե որ երկրի, բացարձակ արդեն կապ չունի, հասկանում եք, որովհետև օրինակ, եթե Պողոսը, օրինակ, Ռուսաստանի գործակալը, նա աշխատում է Ռուսաստանի շահերի համար, և եթե անհրաժեշտ լինի, որ այնպես անի, որ Հայաստանը թուլանա, ինքը պիտի թուլացնի դա, որովհետև ունի հրահանգ, այս ինչ ասեմ, ամեն օր իրենք հրահանգներ չեն ստանում հո, կամ ամեն ամիս չեն ստանում, ոչ, բացարձակ, չմտածեք, շատ-շատերը թյուր պատկերացումներ ունեն գործակալների գործունեության հետ կապված, դա այդպես չի, ասում եմ, այս տիրույթում հասել է այս կետին, վերջ, այս ինչ մարդը մերն է, ինչ անում է թողանի, ոնց անում է թողանի, իրա գործն է, բայց երբ որ կա կարևոր իրավիճակ, մեր հրահանգը պիտի կատարվի, վերջ, ու այդ ժամանակ, թե այդ հրահանգը խի է եկել, ու այդ պետությունում, այդ կենտրոնական գրասենյակում ինչ են մտածել, գուցե թուրքին են տալիս, որովհետև այդ պետությանը տենց է պետք։ Դու էլ չես կարող ասել, բայց ես մի րոպե ես ռուսի գործակալ եմ, ես հո թուրքի օգտին չեմ, ո՞վ է քեզ հարցնում։ Եթե Ռուսաստանի շահը այնտեղ լինի, որ պիտի Թուրքիային սիրաշահի, օրինակ Արցախի գնով, ու սիրաշահելու է Արցախի գնով, ու սիրաշահել է Արցախի գնով։ Ինչքան ուզում եք շատ խոսեք, այ Արցախը մերն էր, հիմա մեր չէ այս իշխանները, ինչքան ուզում եք շատ խոսեք, եթե շատ խոսելով չի, դրանք պարզ փաստեր են, հասկանում եք։ Եվ եթե անհրաժեշտ լինի Հայաստանով, անելու է Հայաստանով։ Եվ ցանկացած այն տարածքով, որը որ համարում է իրենը եւ այնտեղ ունի իր ներկայացուցիչները։ Սա է։ Այսինքն դու ում գործակալն ես ռուսի, թուրքի, վրացու, չէ, սրանք արդեն հարցի մյուս կողմերն են։ Էական է, որ դու գործակալ ես, այսինքն քո երկրի դեմ ես դու գործում։ Քեզ ներդրել են իրենց շահերի օգտին։ Հասկանում ես, այստեղ է հարցը։ Իհարկե, մենք ցավոք չենք ունեցել համապատասխան դպրոցներ, չենք ունեցել համապատասխան կրթություն, դաստիարակություն համապատասխան, որպես ես ամեն ինչը վաղուց ընկալած լինենք եւ մեր հաշվարկները վաղուց այլ կերպ անենք եւ չունենք ունեցել հենց դրա համար, որպեսզի մեր ձայնը, մեր այդքան թանկ անգնահատելի ձայնը արժեցել է 5000 դրամ լավագույն դեպքում։ Հասկանում եք։ Սա մեր ողբերգությունն է։ Ու այստեղից սկսած է, որ ես միշտ ասում եմ, որ բոլոր բաների համար, ինչ որ տեղի է ունեցել, մենք, որպես քաղաքացիներ, ամեն մեկս ունենք մեղավորության մեր բաժինը։ Ամեն մեկս, ցանկացած մեկս։ Մեկը այսքան, մեկը այսքան, մեկը այսքան, մեկը գիտակցաբար, մեկը անգիտակցաբար, մեկը 10 հատ անգիտակցաբար, մի հատ գիտակցաբար, մեկը 10 հատ գիտակցաբար, մի հատ անգիտակցաբար։ Կապ չունի։ Կապ չունի, Լևոն Մնացականյանը ասում է Նիկոլից դեռ լավը չենք տեսնում։ Լևոն ջան, Հայկ Մնացականյանը, Հայկ ջան, գուցե դու չես տեսնում, ես տեսնում եմ։ Ես տեսնում եմ ու կարող եմ սիրով քեզ հրավիրել եթեր, մտնես միասին զրուցենք, շփվենք, ես քեզ մատնացույց անեմ լավերը, դու ինձ ասես, դա կարելի է համարել լավ թե վատ։
Դա որովհետև շատ դեպքերում մարդիկ շատ-շատերը չեն տեսնում ու նորմալ է, որովհետև մեր մեդիա տիրույթը չի աշխատում որպեսզի տեսնեք։ Չի աշխատում որպեսզի տեսնեք։ Ճիշտ հակառակ, ովքեր էլ աշխատում են որպեսզի տեսնեք, այդ մարդկանց ներկայացնում են որպես պրոպագանդիստ, որպես իշխանության չգիտեմ ինչ, մի խոսքով ասած բաներ, որպեսզի դուք խոսքը դրա մասին է, չէ՞։ Որպեսզի դուք հեռու անեք ձեզանից այդ ամեն ինչը։ Ես չեմ նստել, որպեսզի Փաշինյանի գովքը անեմ, ես առհասարակ եթե նկատել եք անձանց գովք չեմ արել ու չեմ անում, բայց երբ որ ինչ-որ խոսակցություն գալիս ասում մի կետի, որտեղ որ անազգանում կա, ես չեմ կարող այդ անազգանունը այդ բան չտամ։ Չնայած որ Փաշինյանի անունը երևի Հայաստանում ինձնից քիչ թվող չկա։ Ամենայն հարգանքով։ Եվ ոչ միայն Փաշինյանը, այնտեղ թիմել է էլի աշխատում։ Այդ թիմին էլ է պետք գնահատել հավոտ պատշաճի։ Կան նաև մարդիկ այդ թիմում, որ չեն աշխատում, դա էլ է նորմալ, քաղաքական թիմ է։ Դա քաղաքական թիմ է, հասկանում եք, եթե դուք գիտեք ավելի լավ բաներ ու կարծում եք, որ կարողանաք հասցնել այդտեղ, ոչ մի բան չի խանգարում, որպեսզի դուք մտնեք քաղաքական էսք ամեն թիմի մեջ, որը որ փոքրի շատ է ձեր գաղափարներին մոտիկ կլինի, ու փորձեք քաղաքական ձևով դա առաջ տանել, որովհետև առանց քաղաքական կուսակցության դուք չեք կարող քաղաքական հարց լուծել մեր երկրում, այդպես է։ Եվ չգիտեմ, առջևում երևի նաև դրա համար ասի, որ սահմանադրությունն է փոխվում, շատ բաներ է փոխվում։ Շատ լավ է լինելու, ես վստահ եմ, որ լավ է լինելու, հարցը դա չի, բայց այնուամենայնիվ։ Իսկ հիմա տեսնենք ինչ են ասում։ Մենք չենք sense հակված մտածենք։ Չենք տեսնում, որ ժողովրդավարությունն է մեզ անհրաժեշտ։ Ուրեմն ինչ են անում նախկինները եւ 1-2 ուժեր, ովքեր կարծում են, որ իրենք նոր են ու փորձում են մեզ խաբել իբր նոր են։ Ասենք, օրինակ մեր ձևով, ով օրը 8 սուտ ասելով ֆռում է, պրոստը այդ 8 սուտը 80 հատ կանալներով է ներկայացնում ճշտի տեղ ու շատ-շատերը կարծում են, որ դա ճիշտ է, ուրեմն մի բան կա, որ ասում են, չէ՞, մեր հայկական հնացած ախմախ խոսույթներից է, առանց կրակ ծուխ չի լինում, լինում է այն ոնց է լինում, առանց կրակ ծուխ Հայաստանում 5 տարի կա, ու մենակ այդ 5 տարին չի, շատ տեղեր կա, բայց երբ որ իրենց է վերաբերվում, որ առանց կրակ ծուխ չի լինում, այս ինչ եք անում, դուք հարձակվում եք, չգիտեմ, եկեղեցու վրա հարձակվում եք, քաղաքական գործում, ինչ ասես խոսում են էլի այդ ժամանակ, ուրեմն, այս ինչ են ներկայացնում, մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Ուրեմն, 4 տարվա մեջ, 21 թվականի ընտրությունները ձախողելուց հետո, բնականաբար նրանք չեն հանձնվել, ու բոլորիս աչքի առաջ է որ չեն հանձնվել, ինստիտուտները, ֆինանսը ունեն, ռեսուրսը ունեն։ Վարձել են ինստիտուտներ, իսկ այդպիսի ինստիտուտներ կան, ասել են ինչն է մեզ խանգարել, որ չանցնենք, և ինչ անհրաժեշտ, որ 5 տարի ձգձգելուց հետո անցնենք։ Այս մարդիկ դրել են, գրել են, ջնջել են, հանրությունը ես չի սիրել, ես գնահատական չի տվել, ես ինչ բանը խոսքով սենց, ու դրա շուրջ սկսել են աշխատել։ Ինչու՞մ է հայ ժողովուրդը նրանց մեղադրում։ Նրանց գենետիկ կոդնա կասկածի տակ դնում։ Մեկ, չէ՞, բոլորը Քոչարյանը թուրք է։ Հիմա ինչա պետք անել, պետք է բոլորին ասել թուրք, որ իր թուրք լինելը արանքից դուրս գա։ Գնաց, իշխանությունները թուրք են։ Ինչ են ասել, որ սրանք հանձնել են թե Արցախը, թե Հայաստանի Հանրապետության սահմանների վրա բանակցություն են սկսել։ Ուրեմն պետք է ցույց տալ, որ այսօրվա իշխանությունը հանձնող է։ Գնաց։ Այս ինչը, այն ինչը, մի խոսքով գրել ջնջել են։ Ջնջելու սկսել են իրենց գործունեությունը մեդիա ռեսուրսներով։ Այսօրվա իշխանությունը թույլ է, այսօրվա իշխանությունը թույլ է, այսօրվա իշխանությունը քանի որ թույլ է, ուրեմն այսօրվա իշխանությունը թույլ է, ուրեմն փաստորեն այսօրվա իշխանությունը թույլ է։ Այնքան են ասել, որ 5-րդ տարում արդեն ընտրությունների հավատացնում եմ ձեզ, եթե 10 տարի մեկ լիներ ընտրությունները, մեր ձևովը սրանից 3 տարի հետո էր ձևավորվելու։ Դա վստահ եղեք։
Այսօր արդեն բերել են ամենաթերևս ուժեղ խաղացողներին մցրել են դաշտ, ամենամեծ ռեսուրս ունեցողներին, ու սրանք ասում են, մեզ անհրաժեշտ է ուժեղ ղեկավար։ Հասկանում եք, այսինքն իրենք 4 տարի լցրել են, որ թույլ են, մարդկանց մեջ առաջացրել են անօգնականության զգացողությունը, եւ հիմա մեզ փաստորեն պետք է ժողովուրդ ջան ուժեղ ղեկավար, Նռանը ջան, եթեր եմ անում համովս աղջկաս հեչ պետք է չի, ինք իրը սամակատով ֆրֆռում է։ Ման էինք չէ պայմանավորվել կյանք։ Ուրեմն եկել է սամակատով։ Հիմա ասում ենք լավ, իսկ ուժեղը ո՞րն է։ Իրենք չեն խոսում ուժեղը ո՞րն է։ Ինչ են հասկանում ուժեղ ասելով, ինչ են հասկանում։ Ինչն է ուժեղ ղեկավարը ինչն է։ Որտեղ է թույլ, որ նայել ուժեղ է, որտեղ։ Չէ, Սուսաննան ասմագներ ջան, քեզ շատ եմ հարգում, բայց քեզ է Ռոմանը, ով միշտ էլ գովում է Նիկոլին առանց վախենալ։ Կներեք, ես ոչ թե ոնց ասեմ, դենշի ասենք ուզում եմ գովամ, վախենում եմ, գովամ զգուշավորություն եմ դրսևորում, այդպիսի տպավորություն կա ինչի։ Չէ, ես ինչ կա, ասենք միշտ էլ այդպիսին եմ եղել, միշտ էլ իմ ասելիքը արտահայտել եմ այդպես։ Ես չեմ վախենում, բարկասու։ Ինչից վախենամ, կամ ումից ինչի համար պիտի վախենամ։ Չէ, այդպես չի։ Պարզապես ես ունեմ քննադատելու բաներ։ Ու ասեմ, եթե կուզեք շատ անկեղծ ասեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության բախտը շատ է բերել, որ ես ընդդիմադիր չեմ եղել։ Շատ է բերել, որ ես քաղաքականություն չեմ մտել ընդդիմադիր լինելու համար։ Թե չէ այնքան բան կա ասելու, այնքան բան կա։ Որոշ ապուշներ են ստացվել որ ընդդիմադիր են, ովքեր որ հանրության հետ իրենք էլ կապ չունեն, ու իրենք չգիտեն ինչքան բան կա անելու։ Իրենք չգիտեն, որպես ընդդիմություն չեն կարողանում դրսևորվել։ Իսկ այստեղ շատ բան կա։ Եվ ես այո, քննադատելու տեղը քննադատում եմ, ինչ վախերի մասն է խոսքը, չեմ հասկանում։ Մի խոսքով, մեզ պետք է ուժեղ ղեկավար, ահա, ինչ մասով, ժողովուրդ գյուղերում կյանքը վատն է, պարզել են իրենց համար։ Ես միշտ ասել եմ, ես Նարեկին, անձամբ Նարեկ Կարապետյանը, ոչմ բաշում, այդ մարդում ոչ մոտիկից ճանաչում, ոչ կյանքում տեսել եմ։ Բայց նրան չի քննադատի բան չի անի, դաժե ուշադրության չի արժանացնի։ Ուղղակի այստեղ մեծ ուրիշ հարց կա։ Նարեկ ջան, հնարավոր է դիտես եթե մի ամիտ մարդ ես էլի, չեմ չորտնից շուտից։ Դու կարող ես խոսել լավ կառավարումից, նոր ուժ ներկայանալ եւ քո շրջապատը նույնպես քեզ կարող է ներկայացնել նոր ուժ մի պարագայում, թակ մի պարագայում։ Եթե դու հստակ քննադատես հորդ քաղաքական գործունեությունը հանրապետականների շրջանակում, որովհետեւ մի ամբողջ խմբակցության ղեկավար եղել հասկանում եք։ Այնտեղ մեջի այդակ մտել կուսակցություն, հետո ելելա բան չէ։ Կարկառում դեմք է եղել։ Էլ աշխատակազմը չխոսեմ։ Ես չեմ կարող, ոնց կարելի է քեզ ընկալել նոր ուժ։ Չէ, դուք երիտ հանրապետականներն եք։ Իհարկե ձեր ներկայացուցիչներից շատերը կարող է սրա հետ համաձայն չլինեն, որովհետև իրենք էլ դա չեն ջոգել դեռ։ Հասկանամ, քիչ-քիչ կհասկանամ, ոչինչ։ Բայց դուք ունեցել եք ժամանակ մեր երկրում ձեռնարկություններ կառուցելու։ Եվ հիմա էլ ունեք հնարավորություն էլ ժամանակ էլ կառուցեք ձեր ձեռքը ոչ ոք չի բերում։ Սա մեկ։ Թոշակներից կեղծ աղմուկ եք բարձրացնում։ Ես չգիտեմ, այս մի քանի օրվա մեջ քանի 100 թոշակառու են զանգել ձեր բարձրացած աղմախ թեզերի արդյունքում։ Ինձ Գնել ջան, այդ թոշակների մասով ես ինչ են ասում, սենց են ասում, հենց են ասում։ Դուք ստախոս սրիկաներ եք թույլ տվեք ասել, որովհետև մեր քաղաքացիներին կիսատ կամ լավ, որպեսզի չվիրավորեմ, դեռ տարին նոր ասել, եկեք մի քիչ չնայած վիրավորելու համար չեմ ասում, սա բնութագրելու համար եմ ասում ձեր գործունեությունը, բայց դուք չեք ներկայացնում թոշակառուին իրականությունը։ Հասկանում եք։ Տեսեք, ժողովուրդ ջան։ Սիրելի թոշակառուներ, ես իմ թե հայրը, թե մայրը թոշակառու են։
Ես Հայաստանում ամենաապահովված քաղաքացիներից չեմ, որ ասեն, հա դե դու ինչ խնդիր ունես դե ոչինչ, չէ։ Հավատացեք շատ է լինում, որ պայի տակ անգամ մորս օգնությանն եմ դիմում եւ իր թոշակից ինձ հնարավոր է ինչ-որ բան ասել։ Գիտեք ինչ, մեր երկրում մոտավորապես կա 600 քանի հազար թոշակառու, 700 քանի հազար գրանցված աշխատող, 800,000 գրանցված աշխատող։ Թոշակի գումարը ձևավորվում է բացառապես օրենքով գրանցված աշխատողների հարկերից դուրքերից։ Բացառապես չի կարող արտաքին պարտք վերցվել, որպեսզի թոշակառուին թոշակ տան։ Տես չի լինում։ Գոյանում է, այսինքն այս 800,000-ը աշխատում են, այս 700,000-ի թոշակն են տալիս, ձևավորում։ Հասկանում եք։ Եթե որևիցե գործատու խաբել է պետությանը, սխալ է ձևակերպել, ցածր փողով է ձևակերպել եւ այլն, այս ամենը ազդում է ուղիղ ձեր ծնողների թոշակի վրա։ Եթե որևիցե մեկը ՀԴՄ չի խփում, ձեր ծնողների թոշակից է գողանում։ Շատ հաճախ ՀԴՄ կտրում չտպողը հենց իր ծնողից է գողանում։ Սա է ընդհանուր պատկերը։ Թոշակը միանգամից հնարավոր չի բարձրացնել, դա բացառված է։ Ով կասի ես գալիս եմ հեսա թոշակը սարքեմ, չգիտեմ, այսքան, հենց դեմից խափում է, չի կարա դա տեղի ունենա։ Ասեմ ինչի։ Որովհետև թոշակը երբ որ հաշվարկվում է մի քիչ երկարաժամկետ ժամանակ մեջ։ Ասենք օրինակ, այս տարի հավաքագրվել է, ասենք թե 1 միլիոն դրամ, հա։ Այս 1 միլիոն դրամը պիտի բաշխեն թոշակառուների միջև։ Բայց եթե հաջորդ տարի այդ 1 միլիոն դրամը չհավաքագրվի, չեն կարող չէ թոշակառուի թոշակը քչացնել։ Ասել դե կներեք, այս տարի քիչ է հավաքել, պիտի քչացնել։ Չեն կարող։ Այսինքն պետք է հասնել օրինակ X թիվը, էլի ասում եք 1 միլիոնը։ 1 միլիոն դրամի համոզվել, որ դա արդեն այն բանն է, որը մշտապես կարա լինի, դրանից ավելի հլմի կողմ, բայց այս 1 միլիոնը մենք մշտապես կարողանում ենք ապահովել նաև մյուս տարի, եւ սրա արդյունքում ձևավորել գումարը։ Ալկաշ սրիկա Նիկոլի ջեբի տուզիկ, վերջիդ մասին մտածիր, որ Նիկոլը կմեռնի ում ջեբն ես մտնելու։ Սոնա ջան, կգնաս որ խնդրեմ, քո նոր տարին շնորհավոր։ Քո նոր տարին շնորհավոր։ Իմ վերջը դու չես պատկերացնում, քանի անգամ պիտի եղած լիներ, տենց ապուշ բաներով ինձ ոչ կսարսափեցնեք, ոչ կվախեցնեք, ոչ էլ կազդեք ինձ վրա։ Ես սիրով քեզ կպատմեի իմ կյանքի պատմությունը, ու դու կհասկանայիր, թե ինչի համար ինձ հետաքրքիր չեն ձեր խոսքերը ու ձեր խոսքերը ինչքան չեն կարող աշխատել այս կյանքում։ Այդ դուք կարող եք կախված լինել ու ձեր կենսունակությունը կարող կախված լինի մեկ անձի լինել չլինելուց։ Հասկանում ես, Սոնա ջան։ Եվ երկրորդ, արի քեզ մի գաղտնիք բացեմ։ Ձերոնցից շատերի համար բացել եմ, թույլ տուր քեզ համար նույնպես բացեմ։ Ձեզ ուրեմն խաբելա դոգին ճանաչում եք, չէ՞, աշխարհի համարում եք սրիկա մանկապիղծը։ Խաբելա դոգը ու ինձ անուն է կպցրել։ Ուզում եք ինձ արկաշ դիտարկեք։ Ես չգիտեմ, հոպարիս ասած չխմող մարդու սիրտը քաքին մոտիկ է, հարցը այդ չի, բայց ես իսկապես խմող մարդ չեմ այդպես։ Ես կարող եմ ինչ-որ գինի օգտագործեմ կամ գարեջուր ու վերջս անգամ թունդ խմիչքներ չեմ կարողանում, սիրտս խառնում է, չեմ կարողանում, հասկանում ես։ Դու ծիծաղելի հիմա ուրիշից վերցրած բառով ես ինձ բնութագրում, որի դեպքում դու ես հենց հայտնվում ծիծաղելի իրավիճակում։ Մի արա, գնա որինի ստեղծի մի այլ բան։ Գիտես, ես 46 տարեկան եմ, իմ կյանքում շատ սխալներ արած կլինեմ։ Գնա հայտնաբերի մի այնպիսի թերություն, որը իմ մասին լինի։ Ես ավելի շատ նեղվում եմ ոչ թե որ ինձ ալկաչ եք ասում, այլ որովհետև ես նեղվում եմ, որ դուք սխալ բան եք ասում։ Ես ունեմ 1000 թերություն։ Գնացեք գտեք այդ 1000 թերություն, գտնելու կարիք էլ չկա, մի երկու օր հետս քայլեք կտեսնեք, ով թերություն չունի։ Բայց դա իմ թերությունը չի, անկեղծ եմ ասում, ես չգիտեմ դա ում թերությունն է։ Չնայած ես ինքս նորմալ եմ վերաբերվում այդպիսի մարդկանց նույնպես։ Ու լավ, քանի որ խոսքը բացվել է ժողովուրդ ջան, դու դեք, սա դեռ կին է որ այսպես, արբա որ տղեր կան սենց են արտահայտվում։ Մեկն էլ մի անգամ ասում է, ինչ ասում, քեզ տեսել եմ, ասում է, պիվի շիշը ձեռը կանգնած է։ Այսինքն
Այսինքն աշխարհում սա պիվա խմողներին դու բանում ես ասել, քո շրջապատում մեկը չկա պիվա խմի։ Ասեք, այսպես ապուշ բաներ կան, էլի։ Քուրիկ ջան, տարի քեզ չվիրավորեմ։ Նոր տարի շնորհավոր, Աստված քեզ բարություն տա, սիրտդ բացի, աչքիդ լույս տա, ոնց ասեմ, կյանքդ ստացվի, հաջողակ լինես։ Հասկանում ես, այնքան շատ բան եմ քեզ մաղթում, որպեսզի մեզնից յանտաս, էլ չես պատկերացնի։ Ու անկեղծ եմ մաղթում, որ իսկապես յանտաս մեզնից։ Դու քո տեսակի ընկերներից։ Հասնենք առաջ։ Թոշակների հետ կապված։ Հիմի, եթե մեր երկրում անընդհատ լինում է արտագաղթողները հիմնականում ովքեր են եղել։ Ովքեր են եղել։ Երիտասարդ աշխատող ուժը, աշխատունակ քաղաքացին, ով գնացել է Հայաստանից դուրս, որպեսզի իր կյանքը դասավորի։ Արդյունքում թոշակառուի թոշակը անընդհատ հնարավոր չի եղել բարձրացնել, որովհետև խթանվել է արտագաղթը եւ պետականորեն է խթանվել է արտագաղթը։ Հասկանում ես։ Հիմա խթանվում է ներգաղթը։ Խթանվում է միջավայրը, բիզնես միջավայրը։ Իհարկե, որոշ մանկլավիկներ դեռևս կթերանան իրենց պոստերում եւ այլն, բայց այդ ամեն ինչն էլ տատի, ահա, ոչինչ, լավ առավել եւս, տատի ջան, քեզ երկար կյանք ցավդ տանում, գնա ապրի։ Քո համար դեղի կարիք ունենաս, Աստված չանի ունենաս, որ ունենաս, ասա, եթե կարողանամ օգտակար կլինեմ, անկեղծով ասում։ Մի խոսքով, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել։ Ինչ անում մեր ընդդիմությունը 5 տարի։ 5 տարի ինչ անում։ Ասում է, հեսա կռիվա սկսում, հեսա թուրքը ձեր տուն է մտնում, հեսա։ Միլիոնատեր մարդը չի ուզում գա Հայաստանում ներդրում անի։ Հետո հելնում ասում է, տեսեք, թոշակը չբարձրացրեց։ Այսինքն ապուշ բաներ են անում։ Թոշակը բարձրացնելը ինքը այդքան հեշտ բան չի։ Էլի եմ կրկնում, ինքը 1-2 տարի, 3 տարի, 4 տարի պիտի հստակ երևա ինչքան գումար է հավաքագրվում, որն է դրա միջինացված նորմը, որ կարողանա այդ հաշվարկը անի։ Եվ եթե չլինի աշխատունակ մարդկանց ներգաղթ կամ այն մարդիկ, ովքեր սովոր են եղել չալարելուն, իրենց միջև չբերես աշխատանքի դեպի, թոշակի վրա դա չի կարող ազդի։ Գումարած մեր բոլոր քաղաքացիների ՍԴՄ կտրոնի հետևից գնալը։ Եվ կազդի, որովհետև ես այդ իմաստով չեմ տեսնում խնդիր, ինչու պիտի, ասենք օրինակ, Փաշինյանը կամ Փաշինյանի կառավարությունը չցանկանա թոշակառուների, թոշակը բարձրացնի։ Ոնց կարա այդ կառավարությունը այսքան բարձրացնի, հետո տեսնի էլ չի կարողանում բարձրացնի, գտնի բանկերի հետ խոսի, իմիջիալով պետությունը բանկերի վրա շատ լծակներ չունի, սա իմացեք, բայց կարողանա այնպես անի, որ բանկերը ընդառաջ գնան ու այդ քեշբեքի սիստեմը մցնի, հետո առողջապահության այս բաները, հա, ոնց են ասում սրան, ապահովագրության մեջ թոշակառուներին տա բոնուսային հնարավորություններ եւ այսքան մտածում է ըստ էության ինքը, բայց բանը չուզեն, նա դες վատով չուզի թոշակ բարձրացնել, սա ասեք որ մի քիչ սխալ մոտեցում է։ Սխալ մոտեցում է։ Եվ ես վստահ եմ, որ հնարավորության դեպքում կբարձրացվի։ Իմիջիալոց ասեմ, որ նախարարներից լավագույններից մեկն այո, հենց Թորոսյանն է։ Հենց Թորոսյանն է, ով իրան լրիվ իր տեղում է ու շատ էլ լավ հետո առաջ կտանի դեռևս։ Սա ինչ վերաբերում, բայց ինչ կինո սարքեցին։ Իմիջիալոց նաև կենտրոնացան մի խոսույթի վրա, երբ վարչապետը շատ լավ բան էր խոսում ազգային ժողովում, խոսում էր ըստ էության մի բանի մասին, որը մենք նույնպես բազմիցս բարձրաձայնել ենք, որ վատ բան է, երբ որ մարդը անցնում է թոշակի ու ինքը համարվում է վերջացած մարդ ու էլ ոչ կարա աշխատանք ձեռնարկի, ոչ բիզնես ձեռնարկի, ոչ մի, ասենք տես կարծրատիպեր անգամ կան, չէ, որ մնաց թե պետական աջակցություն կամ մասնագետներ կան անցնում են թոշակի ու մենք այդ ռեսուրսը կորցնում ենք, չենք կարողանում ստեղծել մի բազային վայր, որի միջոցով նրանց ունակությունները մասնագիտական կկարողանանք դեռևս օգտագործել, թեկուզ հասարակական որոշակի հիմունքներով, որովհետև նրանց մեծ մասը պատրաստ է աջակցել իր պետությանը, լավ քաղաքացիները։
Ու այս իմաստով մարդը ասաց, որ բայց ինչ տարիք է դա իսկապես էլի 65-ը ինչ տարիք է։ Այս իմաստով ասեց եւ կարելի է մտածել ծրագրեր իրականացնել, որպեսզի այդ մարդիկ ցանկության դեպքում աշխատեն։ Ոչ ոք չի ասել, որ որ աշխատեն թոշակ չեն տալու։ Դες բան չեն ասել։ Սրանք վերցրեցին, դարձրեցին ինչ։ Արա, տեսեք ինչ ասում, մի թոշակառուներին է ուզում տանի աշխատցնի։ Ինչ ասես խոսեցին, ինչ ասես։ Ու ամբողջ համացանցը դա էր։ Ու մարդիկ վայ թաղեմ սրա ազիզը ուրեմն ասի չի սիրում թոշակառուն։ Այդ ձեր ցավտանում, ասենք ինչ պիտի պատահի մարդու հետ որ չսիրի։ Հա, սիրում էին մնացածը։ Այնա տեսանք նկարած ռոլիկները, նկարները դրել են, եկել են, դու գիտեք որ թոշակը ցածր, իհարկե գիտենք որ թոշակը ցածր է։ Իհարկե, Նարեկ ջան, գիտենք որ թոշակը ցածր է։ Իսկ հայրդ գիտեր թոշակը ցածր է։ Դուք նոր եք իմացել թոշակի հորը ժամանակ 12000 դրամ է եղել։ Ու անկարծ չասեք ապրանքը էժան է եղել։ Այդ դուք թվում է թե էժան է։ 3 անգամ ավել չի հերիքացրել։ Հասկանում եք դուք ժողովրդին դուք հիմա հասկանում եք ինչ է որ ներսրտել է ասում էր ուր գնում ես ասում են Քոչարյան Սերժ Սարգսյան Քոչարյան այս դրա համար են ասում նաև դրա համար ու այնքան բաների համար դու որտեղից պիտի հասկանաս Անուշավանն էլ է ճիշտ ասում ասում հիմա որ բարձրացնեն ասել են ընտրությունների համար են բարձրացրել ճիշտ է ասում ու հաստատ ուղեղներն ուտելու են էլի բայց չեմ կարծում որ լավ այդպես հեշտ հնարավոր է։ Մեր երկրում դեռ շատ կարևոր բաներ են կատարվում։ Շատ տեսեք, մենք խոսում ենք թոշակառուներից, բայց կներեք, մեր պետական աշխատողներից շատ կարևոր աշխատողների աշխատավարձը շատ ցածր է։ Հասկանում եք, շատ ցածր է։ Դեռևս։ Եվ կան սֆերաներ, որտեղ որ հատկապես ամեն մեկս մի սֆերայում կարող է դիտարկենք, չէ՞ որ այ կարևոր է որ այստեղ բարձր լինի կամ այնտեղ բարձր լինի։ Այսպիսի բաներ կա։ Չի կարող ժողովրդավար երկրում մեկը բան չանի։ Չսիրի թոշակառուների ահռելի 600,000 թոշակառու 700,000 մոտավորապես հասկանում եք դա ինչ է։ Բայց դեպքում ինչ է գյուղերը դատարկում։ Այո, ասենք մաքսից հասարակ բան ասեմ, էլի Նարեկին ու Նարեկի նման մտածողներին եմ, էլի խոսքը անունը ասած հավաքական կերպարի անունը դնենք Նարեկ, այս բարակայում։ Նենց էլ սիրուն անունը ախր նայ Նարեկ գյուղում ապրող մարդը ասենք ես իմ մաշկի վրա եմ վերցնում որովհետև ես քեզնից շուտ եմ սկսել գյուղեր գնալ ու շատ ավելի մոտիկից սաղ գիտեմ գյուղում ապրող մարդը աշխատող արարող մարդը երբ որ ինքը իր մասին այդքան չի մտածում ինքը մտածում է իր երեխեքի ապագայի մասին երեխաների ապագայի մասին դա ինչ է նշանակում ինքը չի ուզում ինչ որտեղ ասում է լավ էլի իմ տղեն գյուղատնտեսությունը թող իմանա բայց թող սովորի լավ մարդ դառնա ասես մենտալիտետ չունենք մոտեցում ունենք ու երբ որ ինքը տեսնում է որ քո նման մարդիկ ոչ մի ազգային արժեք պետության երկրի համար արժեք չստեղծած մարդիկ բանակից էլ հիվանդության պատճառով խուսափած մարդիկ բան են անում լավ են ապրում ասում ես ուզում եմ իմ երեխան լավ սովորի լավ մարդ դառնա ինպես չմնա ու երբ որ ուզում եմ որ իր երեխան լավ սովորի պարզվում է այդ գյուղում ոչ մանկապարտեզ կա ոչ դպրոց կա ուզում է ուղարկի կողքի համայնքի մանկապարտեզը կամ դպրոցը պարզվում է ճանապարհել չկա հասկանում ես Նարեկ որն է խնդիրը դուք այլ կերպ եք ու մինչև հիմա այլ կերպ եք վերաբերվում դրան մենք այլ կերպ որովհետև այդ մեր մաշկից է հելել դրա արժեքը մենք գիտենք դրա կարևորությունը ես հիմա նայում եմ դպրոցների որակին ես անկեղծ ասեմ շատ դժգոհ եմ այդ որակից գիտեք ինչի համար է դեռևս այդ դժգոհությունը որակը կրթական որակը որովհետև մենք ուսուցիչների բազա անգամ չունենք այո կան լավ անհատներ եւ շատ լավ էր որ ժամանակների հերոսի մեջ ընդգրկված էին նաեւ ուսուցիչներ բայց որակական մասով մենք շատ հետ ենք մնացել այդ դպրոց չկառուցելու պատճառով դպրոցը երկրորդելու պատճառով Նարեկ
Այսօր ինչից ուզեք կարող ենք խոսալ, ամենքս ամեն ինչ իբր գիտենք, բայց դա այդքան էլ այդպես չի, չէ։ Աշխատանք է պետք, որ մարդը լավ ապրի, աշխատանք տեսնում ենք ձեր արած աշխատանքները, գանք հեցին։ Տեսակ Երևանիում լույս չկար, շատ վատ էր, որ լույս չկար, այո, բայց դուք ինչ էիք փորձում անել, այդ ինչ փորձում եք իսկապես քաղաքացիներին համոզել, որ քանի որ իշխանությունները, քանի որ հեծը ազգայնացվեց, դրա համար Երևանիում հոսանք չկար, լուրջ եք խոսում, այսինքն ո՞նց եք կարծում, այսինքն Ռոմանոս Պետրոսյանը էլեկտրիկներին վերցրել է, գնացել է այդ շթի մոտ, հա, մնացած կլուչը շպրտել է մեջը պաժար տոկի ա տվել, տենց Երևանու լույս, ինչ եք խոսում։ Դա տարիներով չարացների, այսի իմիջայլոց ասեմ ես, Երևանու լույս չլինելը, սրանց փնովելը, քաղաքացուն կարա դժգոյի, բայց դեմը նոր տարի, հա, պիտի դժգոյի, բայց պիտի անի, պիտի ասի արա, նոր տարվա վրա ցուրտ մարը լույս չկա, սա վատ բան է, բայց դուք մտել եք այդտեղ, այ տեսեք, քանի որ ազգայնացին, սա կեղտոտություն է ձեր կողմից, որովհետև նույն Ղարաբաղի պատմություն, նայ կուրդից որտեղից ինչն եմ համեմատում։ Ո՞նց արեցին Ղարաբաղը, 30 տարի մսխեցին հաղթանակը, ոչինչ չարեցին, ասեն, այ տեսեք Նիկոլա եկավ տվեց Ղարաբաղը։ Կապ չունի ինչ ժառանգություն էին թողել։ Նույնը դառավ այս հեցի պատմությունը։ Այ տեսեք, բան արեցին, հենց մենք գնացինք, այ տեսեք գմփացախ, հա բա։ Հա, բա որովհետև բան չէ, մենք կարող չենք տեսնում ձեր արած դրածը։ Իմիջայլոց մի քանի անգամ թանկ գնով ձեր ընկերությունը Երևանու ժողովրդի մասին մտածող եք, հա։ Հեսա այ չէ մտածում, որ այս թեմային կանդրադառնամ, այդ նյութը, չգիտեմ, առանձնացրել եմ ինձ համար, թե չէ։ Դուք Երևանու մասին մտածող եք, բա որ մտածող եք, քիչ եք օգնում, որպեսզի շուտ հոսանքը վերականգնվի ու մի քանի անգամ թանկ գիներ ձեր կազմակերպությունը առաջարկում։ Ինչի համար։ Որպեսզի այդ մի քանի օրը լավ խափեք ժողովրդին, թե տեսեք ինչ վատն են, հա, չեն կարում հոսանքի հարցը լուծեն, հա։ Ում վրա է ձեր հույսը։ Հեսա տեսնեմ կարող եմ գտնել այդ նյութը։ Ու մանրամասն նկարագրած է ժողովուրդ ջան։ Մանրամասն նկարագրած է ինչա տեղի ունեցել։ Տեսնեմ։ Դա մի րոպե մտնեմ հենց Ռոմանոսի էջում էլ կլինի, էլի տենց ավելի հեշտ կգտնեմ երևի։ Կներեք ժողովուրդ ջան, ես ոնց չէի մտածում այս թեմային կանդրադառնանք, որ Այս ինչա 4 օր առաջ Մատեցը Կներեք ժողովուրդ ջան, հեսա մի քանի բան այդ օրերին շատ է մի քիչ եթեր արել։ Այսինչ կարևոր շուրջ ռեկլամատակարում կամ մեկնարկման վաղը միջև չէ, ես էլ չէր։ Մի խոսքով, ոնց որ ապրանքը պետք է լինում, ապրանքը պետք է լինում, որպեսզի փոխարինե, լույս չկա է, սրանց հետ փոխկապակցված ֆիրման, ասում մենակ եսում է, դե մոնոպոլիա են չէ եղել, ասում են դե բեր դնենք, 2-3 անգամ թանկ գին են ասում։ Հիմա ասեմ, եթե այս մարդիկ այդ 2-3 անգամ թանկ գնով առնում են, հետո հենց իրաց լրագրողներին էլ քսի են տալու, ասելու են գնացեք դրանց բան արեք, որովհետև շուկայական արժեքը ուրիշ գին է, սրանք բանը, միակողմանի ես եմ գնում, ինչ ասես կհորինեն կդնեն, կհորինեն կդնեն, ու մարդիկ էլ ակաժները կախ կլսեն այդ ամեն ինչը ցավոք սրտի։ Չէ չգտա։ Հասկանում եք։ Էսա ձեր բանը ավելի ուժեղ ղեկավար, սա
Հիմա ես վերադառնալով օրինակ Վենեսուելայի թեմային, ես մի բան ասեմ։ Տեսեք, բոլորն են հասկանում, որ այնտեղ Չինաստանի վրա մի հատ մատ թափ տվեց նախ եւ առաջ Թրամփը, հա։ Հիմա մենք ինչ ենք արել։ Կուզեիք լինենք ռուսական ծիրում։ Հա, Ռուսաստանի փեշիտակից մուխը ելնում է այնա։ Այնտեղ էլ էր երևի Իսկանդեր ուղարկել, որը չկրակեց ոնց որ։ Ասում եմ լավ։ Բա որ իսկապես այս ամեն ինչը մեկ էլ պայթի ավելի մեծ մի բանի վերածվի, դե մարդ ենք, չէ՞, մտածում ենք, շատ բան չենք հասկանում։ Մեկ էլ հիշում ես, որ ախպեր երկրի ղեկավարը ոչ միայն Միացյալ Նահանգների հետ է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել, այլ նաև Չինաստանի հետ է ստորագրել։ Իսկ դա այդքան հեշտ բան է։ Կներեք, այդքան հեշտ բան եք դուք կարծում դա։ Դա լրջագույն ձեռքբերում է։ Ու այս սաղ բազարի մեջ անգամ Իրանը հիմա ծանրագույն վիճակում է, ու գիտեք այնտեղ ինչ է կատարվում ու այս ամեն ինչը նաև Իրանի վրա մատ տալու թեմա էր, հատկապես ուղիղ հայտարարություն էլ արել է, չէ՞, ասել է ժողովրդին, եթե անհրաժեշտ լինի, մենք իրանցի ժողովրդին կպաշտպանենք։ Ցույց տվեց ոնց կարա պաշտպանի։ Ցույց է տվել արդեն ոնց կարա պաշտպանի։ Եթե սրան էլ մի հատ գումարենք թարմացնելով մեր հիշողությունը, թե Իսրայելը Իրանի վրա հարձակվելու ինչ ուղիղ հարվածներ էր հասցրել, ամեն գեներալի 10 սպալնիում 4-րդ հարկ օրինակ։ Արդեն հասկանալի է, չէ՞, այնտեղ ինչերից են փորձում զգույշ լինել։ Օրինակ, հա, վերադառնալով թոշակի թեմային, ասեմ, փառք Աստծո, մեր բարձրացած հարցերը ու քննադատությունը կարծես տեղ է հասնում։ Ես էլ տեղ չէի թողնում, որտեղ խոսում էին անկախինքից, ես գրում էի, որովհետև շատ քաղաքացիներ, երբ որ մեր հասարակական կազմակերպությանը դիմում են, մենք հնարավոր է այդ պահին չենք գտնում ելքերը, բայց մենք կուտակում ենք նմանատիպ բողոքները ու փորձում ենք ներկայացնել։ Հիմա շատ էին ասում, որ կոմունալ վարձերը հնարավոր չի լինում, քեշբեք չի գալիս դրանից։ Ես առիթ բաշ էի թողում, ով գրում էր բան, անկախին առևտուր, ինչ պաշտոնյա ուզում նա լինել, տակը գրում էի, սա խնդիր է, մարդիկ չեն կարող, ու արդեն տեսնում ենք, որ դրա մասին խոսում են ու փորձում են հասկանալ ինչ կարելի անել, իհարկե ես հասկանում եմ, թե ինչու դա այդպես չի լինում, բայց այնուամենայնիվ կարծում եմ հնարավոր է, այսինքն քննադատելու տեղեր կան, բայց այդ քննադատությունները չպիտի լինեն թշնամության մասին, կռիվ անելու մասին, քննադատությունները, ասենք, ինձ էլ իմ ընկերներից շատերը քննադատում են, դրանով ինձ օգտակար են լինում, ես իմ գործունեությունը ավելի շտկում եմ եւ այլն, ինչի մասին է խոսքը։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ես այդտեղ քանի որ տարին ենք սրանով սկսում, եկեք սենց ընդհանուր ոնց որ աբզոր արեցինք, հա, տարբեր բաներից խոսեցինք, այս ամեն մեկը առանձին վերցրած երկար թեմաներ է, որոնք որ առաջիկա օրերին արդեն կդնենք եթերների տակ ու կսկսենք խոսել, քննարկել, որպեսզի ամեն ինչը չխառնենք իրար։ Այստեղ դեռ Շահրամանյանին էլի անդրադառնալու կա, իհարկե Նարեկ հենց անընդհատ կա, իրանք ոնց, բա տեսել եք ինչ լուսանկար են տարածել հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը։ Դուք չեք պատկերացնեք, երկու բառով էլ դա ասեմ ու եթերը փակեմ, խնդրեմ, նայեք, ահա, տեսեք, օրվա խորհուրդ, կներեք, 2 հունվարի, մի մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնել եք, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն, բաննա, Կտրիշ Ներսիսյաննա, երեխայի հետ, ասենք, պրոպագանդան սկսվեց, նիմի ասեմ, նախ հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում, ձեզ մի հատ ուղիղ հարց եմ տալիս, ձեր մեկնաբանությունների դաշտը ինչի է ընտրովի բաց, դուք են կազմակերպություն, դուք կարող եք բլոկել ձեզ անցանկալի մարդկանց, եթե նրանք կոռեկտության սահմանները անցնում են և կարող են հայհոյանքներ գրել, այ իրենց կարող եք բլոկել,
Ես խեմ բլոկված, ես քիչ եմ կարող այստեղ կարծիք գրել, թե մենակ ձեր հպատակների համար է, ովքեր գրեն ամեն, այս ինչ լավ է, ամեն, հա? Այս KGB-իստին, չեկիստին, որ դրել եք այստեղ, բայ երեխու է այցելել, կարող է այցելելա, որովհետև հասկացել է, որ ժողովուրդը այնց դա նույնպես նկատել է, որ նա որևիցե այցելություն չի անում։ Դրա համար է անգել ես կողմենքում։ Կարող է միամիտ սկսի նաև 44-օրյա պատերազմի մասին էլ խոսել։ Որ տեսանք ուղերձը նոր տարում գլուխս թափտալով հիստերիկի նման ներվային է սա դեղերը տվեք թող խմի հանկարծ ինֆարկտով չգնա մնա վրեքներս սա ինֆարկտով չպիտի գնա սա պիտի վռնդվի եկեղեցուց հետո ինչով ուզում է գնա ճամփան գնի հասկացաք թե չէ հասկացաք դրել են ու նկար են հրապարակում սրտաճմլիկ բանն էլ փակ մեկնաբանությունների դաշն էլ փակ Մենակ իրանց համովների համար բաց, ես ով եք դուք, վախենում եք, իհարկե վախենում եք, այո դուք վախենում եք ճշմարտությունից, որովհետև եթե մայրաթորի պաշտոնական էջը խոսում է տերրորիստներին սատարելու մասին, քերակնկան դոմփողին արդարացնում, պետությանը փնովում, բնական է որ վախենում եք Ինչ է եղել? Վայ, էսով է Ավիկ Փաղդիգյան ոնց որ քիչ է սուրել Ավիկ Փաղդիգյան գրնամ իմանամ որտեղից եք ով ես դու որտեղից ես Չէ ես ասեմ ես առհասարակ չեմ ուռում բացարձակ Հասկանում ես ու գիտես նման բաներ այ դու կարող ես հրապարակային ասել որ դու չես ուռում Կներեք ժողովուրդ ջան էլի որովհետև նման խոսակցությունները տես երբ որ ես հանրային ձևով ասում եմ ոչ չլինի եթե սուտ եմ ասում ոչ չլինի մեկը կլինի չէ ասի մի րոպե սուտ է խոսում ախպեր ես եմ տեսել չէ այսինքն ես համարցակ երբ որ հանրային ձևով ասում եմ որևիցե Մեկը չի կարող կասկածի տա։ Հիմա դու կարող ես համարձակ ձևով ասել, հանրային ձևով, որ դու ուռող ես, օրինակ։ Կարող ես, չես կարող։ Չես կարող։ Որ դու տականք ես, օրինակ կարաս ասես ես տականք չեմ, կարաս, որովհետև գիտես 1000 հոգի ճանաչող կարա լինի, ճիշտ է, Ավիկ Փաղդիգյան։ Պարոն Սրիկա։ Դուք Այ հենց ձեր տեսակի վրա է աշխատում ռուսական FSB-ն։ Ձեր տեսակը երբեք չի գնա Ռուսաստան ապրելու։ Դուք գիտունիկներով պիտի ապրեք աշխարհի տարբեր լրջագույն երկրներում եւ հայ ժողովրդին դրսից թելադրեք, գումարած պետքա FSB-ի սիստեմով մարդկանց հետ խոսալու քանի որ ոչինչ չունեք, տակի ինչն է մնում պախարակելը։ Հասկանում անուն կպցնելը, ձեռ առնելը, դա է տակը Սա KGB-ի դպրոցն է։ Գուցե դու անձամբ չես անցել այդ դպրոցը։ Հասկանում բայց դու այդ դպրոցը անցածների ձեռքի գործիքն ես, դու վատ գործիք ես, միջից բայց ոչինչ։ Հասկանում ես, դու Ավիկ Փաղդիգյան չես կարող ինձ հետ քո առաջարկած թեմայից մի րոպե խոսել։ Եթե անգամ ես լռեմ Այս ես միացնեմ, մի րոպե դու խոսես, ես լուր քեզ լսեմ, չհակադարձեմ։ Ինքդ կհասկանաս, որ դու ապուշ ես։ Դու կհասկանաս, որ քո մտքերը ապուշ մտքեր են։ Հասկանում ես։ Բայց ու դա դու շատ լավ գիտես, քոնոնք, ձերոնք, դա շատ լավ գիտեն։ Դրա համար դուք չեք մտնում երկխոսելու դաշ, դուք փախնում եք երկխոսելուց։ Ոնց որ ձեր քաղաքական առաջնորդ պարոնայք հանցագործները
թալանչիները։ Հասկանում ես, վախենում եք դուք մտնեք երկխոսության դաշտ։ Դուք փախել եք դեբատներից, փախել եք ուղիղ հրավերքներից, փախել եք անգամ ինձ նման հասարակ շարքային քաղաքացու հետ, այսպես ուղիղ եթերով բանավեճերից, փախել ու միշտ եք փախչելու։ Ձեր այտենց, դու շատ ճիշտ ես վարվում։ Դու այսպես մտի իմ նման մարդկանց էջերը պախարակող բաներ գրի։ Ձեր պարոդը, ձեր ցեղատեսակը այդպիսինն է։ Հասկանում ես, դուք չեք կարող խոսել, որովհետև խոսելը մարդունն է, ասունինն է, դուք ասուն չեք, դուք անասուն եք, հասկանում ես, էդ է ձերը, դու կարող ես այո մտնել էստեղ, գրել ուռացես, սա քո մաքսիմումն է, դա ցավալի փաստ է իմիջալոց, ասեմ խի, որովհետև ես քեզ դիտարկում եմ հայ, օրինակ, երբ որ ասում են, այ ես ինչը մեր հայն է, այն ինչը մեր հայն է, ցավոք սրտի, ես ասում եմ, արա, այս ինչն էլ է մեր հայը, արա։ Հասկանում ես, այս սա է իմ խնդիրը։ Թե չէ, քո այդ գրածը, բան չի, իրանից մի բան չկա տակը, հասկանում ես։ Ինձ էությունն է, մոտեցման ձևն է, ձեր հիվանդությունն է ինձ հետաքրքիր։ Գիտես, կան հիվանդություններ, կա հիվանդություն կոնկրետ, ես դա հայերեն կթարգմանեմ, հետո կներկայացնեմ ձեր դատին կամ գրառում կանեմ։ Հենց անեմ այդ գրառումը իմացի քո մասին։ Երբ որ մարդիկ ստեղծում են կեղծ իրականություն, ու այնքան են հավատում դրան, որ իրենք սկսում են ապրել այդ իրականության մեջ ու գործել այդ իրականության մեջ։ Հասկանում ես։ Դուք այդ կեղծ իրականության կրողներն եք, հետևաբար ձեզ ավելի ուղիղ հարցեր, ասենք օրինակ դու չէիր կարող ասել ասենք Կտրիշ Ներսիսյանին, ինչի ես համարում, որ ինքը սենց, դու չես կարող այդ հարցը տալ, որովհետև դա մարդու հարց է, դու չես կարող հարց ձևակերպել, հասկանում ես, դա մարդու հարց է, ոնց կարաս դու տաս, քոնը մաքսիմում պիտի ասես, էլի ուռացես ես բարեր անես, հասկանում ես, ցնդած մարդու բան, հավատալ նախ, որ գնելը տենց ուռում խմում ֆրֆռում է, հետո փորձել քեզ հավատացնել, որ գնելը ես իմ պաշտպանում ու փողեր առնում, հետո հավատալ, որ գնելը թուրք առհասարակ պետության, ասես բաներ ստեղծել քո համար ու մտնել ստեղ դրանից բխող ապուշ հարց տա։ Հասկանում ես, սա քո բանն է, մաքսիմումն է, Ավիկ Փաղդիգյան։ Քոչ է, անձամբ քոչ է։ Եթե անկեղծ լինենք, քեզ նման կա 50-ից 100 հազար ստատանվում է, 50-ից 100 հազար հոգի կան։ Համենայն դեպս դոգի հավատարիմ հետևորդներին եթե նայենք, դաշնակների ճտերին նայենք, հանրապետականների բուլիկներին նայենք, խոսքս բոլորին չի վերաբերում, ես չեմ ասում, եթե դաշնակ է կամ մեծամասնության, այս տեսակը։ Տենց որ գումարում ենք իրար մոտ 100,000 դզվում է մեր հայկական իրականության մեջ։ Հիմա, եթե քեզ նման սրիկային, օրինակ, կակրած վերադառնալով են ամենասկզբի խոսույթից, եթե քեզ նման սրիկային, ինչ-որ մի օր, ինչ-որ մեկը ձերբակալի, ուստեղ որոշեն միտինգ անեն, ասեն, բա մեր հային ձերբակալել են, բանում էլի, ասենք, թուրք, տարել են Բաքու, ու ակնկալեն, որ ես էլ պիտի միանամ դրան, դա կլինի ապուշ բան, հասկանում ես, որովհետև ես թքած ունեմ ձեր տեսակ հայերի վրա, դուք մեր ազգի խայտառակությունն եք, դուք այդ ձեզ, որ նայում են, որ հայ ազգը IQ-ն օրինակ 100 է, ոչ թե 110, այ 110 չի, որովհետև դուք կաք, այսինքն այդտեղ մի քիչ իջնում է, հասկանում ես, եթե մենք զարգացած երկիր չենք համարվում, դրա համար, որ դուք կաք, եթե մենք համարվում ենք աբորիգենիզմի կրող, որովհետև մինչև այսօր նայում ենք կադրեր նոր տարու դուրս է եկել մեծ ապուշը, դուրս է եկել, հայերն ուրիներ ասես բաներ է անում, ուր պիտի լինեն, խոպան են ապեր, այն է Բաղդիկյանին հարցրու կասի ուրա, կամ խոպան չեն, ուրիշ երկիր են իրենք էլ գնացել հանգստանալու, կամ
ցուրտա տունն են ախպեր զալլատ չունեն ընկեր հասկանում ի՞նչ է նշանակում հայերն ունեն հելել հրապարակ նոր տալ գիտես ինչ Հայաստանը կարողանում է այնպիսի տոնակատարություններ արդեն անի որ մարդիկ գալիս են այդ օրը ստեղ անցկացնելու թող գան անցկացնեն փողը ծախսեն գնան չեք ջոգել կամ այդ ինչ վերաբերմունք այ այսքան հնդիկ որ եկել լսո չհասկացան նացիստ եք դուք հասկանում եք համացանցում տարածվում է Բաղդիկյանի նման անասունների ձեռամբ տարածվում է կարծիք որ մեր ժողովուրդը նացիստ է հասկանում եք իսկ դա շատ վատ բան է ձեզ ասեմ Այդ դրա համար մի օր կարող է անես բան տեղի ունենա չնայած Բաղդիկյանի հետ Բաղդիկին չի որովհետև իրանք սկի Հայաստանի տեղն էլ չգիտեն Հայաստան գալու են մեռնելուց 5 պակաս որպեսզի հուղարկավորվեն հայրենիքում սիրտն ու հոգին կպած լինի մեր հողին հասկանում եք դուք արժեք չեք ստեղծել Բաղդիկյան թե դու թե քեզ նման միլիոնավորները ցավոք սրտի Հայաստանում արժեք չեն ստեղծում Հայաստանում այդ հնդիկները արաբները արժեք են ստեղծում նրանք աշխատում են այստեղ հարկվում են այստեղ վճարում են այստեղ հասկանում ես արժեք են ստեղծում Եվ որ ասում եք թոշակառուի փողը նաև այդ հնդիկի աշխատանքից է գոյանում նա աշխատող ցանկացած աշխատող մարդու Գրանցումից թոշակառուն փող ունի Նա արժեք է ստեղծում դու ինչ ես անում ստեղ Դու արժեք ես սպանում ստեղ Որովհետև քեզ KGB-ն սովորացրել է որ ասելիք չունենես մտես ծաղրական արտահայտություններ անես Քո մաքսիմումը դա է Այսինքն այդ հնդիկը Դու եթե կուզես այն պակիստանցի էլ կար մի հատ ընդել Ինձ համար շատ ավելի թանկ Ներկայացուցիչ է իմ պետության մեջ, քան քո նման Դարմայեդը։ Դարմայեդը գիտես ինչ է Բաղդիկյան, ձրիակ կեր։ Հասկանում ես թե չես հասկանում, ապո։ Դու, եթե ապրում ես Միացյալ Նահանգներում, դու արժեք ես Միացյալ Նահանգների համար։ Հասկանում ես։ Ես հասկանում եմ նաև, որ մեր ազգը շատ ցավոք սրտի համասփյուռ ազգ է։ Հա? Բայց եթե ուզում եք պետությանը օգտակար լինեք, ես ես խորհուրդ կտամ սկզբի համար, մեր պետության մեջ ապրող որևիցե քաղաքացու երբևէ չփորձել վիրավորել։ Որովհետև դուք դրանով ուղիղ հարվածում եք ձեր մեր պետությանը։ Չգիտեմ Սրանից ավելի պարզ չեմ կարող բացատրել Բաղդիկյաններ և Բաղդիկյանանմաններ Հասկանում եք Եվ այո աշխարհում պետությունները գնում են նրան որ ներգրավեն այլազգիների դա հավելյալ անվտանգությունից սկսած արժեքից վերջացրած ինչու ոչ բնակչության թիվը մեծացնելու հիանալի միջոց է։ Հիմա ձեզանից որ մեկիդ խոսեցնենք մեր պատմությունից հարստանք, վազելով կգնաք Տիգրան Մեծին, կվերցնեք, կբերեք, կխառնեք խոսակցությանը, ճիշտ է։ Դե ես քեզ օրինակ բերեմ Բաղդիկյան, ձեր նմաններին այսինքն։ Նույն Տիգրան Մեծը, երբ որ մի տարածք էր գրավում, մի երկիր, մի տերություն, այդտեղի ապրողին բերում էր մեծ հայքի խորքը, մեծ հայքի խորքում ապրողին տանում էր այդտեղ։ Շատերի համար կարող էր նա բռնակալ առհասարակ թվար, հասկանում եք, հանուն տանում էր ուրիշ։ Ասում էր այս սա, որ տանում եմ այնտեղ, կպաշտպանի հայքը, որովհետև իր հայրենիքն է։ Իսկ այս մեկն էլ 50 տարուց հայ է դառնալու։ Ու ուշադրությունդ եմ խնդրում սևեռել, օրինակ, ամենաթարմ պատերազմներից ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ Ու տեսնել Ռուսաստանի կողմից ովքեր են զոհվել հանուն Ռուսաստանի։ Գիտակցաբար թե անգիտակցաբար նշանակություն չունի։ Ովքեր։
Մեջները քանի տոկոսն է ռուս եղել։ Դու պատկերացնում ես, եթե ուրիշ ազգեր չունի, այն ռուսները կռվեին Ռուսաստանի համար։ Այ դրա համար մեր ազգը անընդհատ այս կորուստները, այսպես մեզ բացի նրանից, որ կորուստ է, մեզ նաև ապագայի համար մեզ անընդհատ հետաքրքրում։ Որովհետև մենք մեր ազգով ենք մենակ պաշտպանվում մեր երկրի ներսում։ Մենք չենք ներգրավում այլ խաղացողների հասցնենք ուրիշ տեղեր, ուրիշ բաներ անեն։ Կամ նոր Միացյալ Նահանգներում մտան Վենեսուելայի ղեկավարին կանգայից վերցին տարան։ Այդ զինվորները, որ մտել են, այդ հատուկ ջոկատայինները, ինչ ազգեր կլդեն ըստ քեզ։ Այնտեղ գիտես կարող է փնտրենք հայել գտնենք։ Այսինքն այդ մարդիկ այդ երկրի արժեք են, այդ երկրում արժեք են ներկայացնում։ Հիմա սրանց նմանները վեր են կենում, հնդիկներն էին սաղ լծված նոր, հա թող լծվեն, ինչ է։ Ինչ է, ինչի։ Դու գնացել ես ընդեղ, քեզ ասել են գնաց տեղից։ Մեկ եք առհասարակ, սա վատ խոսակցություն է, ես լուրջ եմ ասում։ Սա վատ խոսակցություն է։ Ինչ գործ ունեք ուրիշ ազգերին անուն եք դնում։ Ինչ գործ ունեք ուրիշ ազգերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, վсё։ Իմ համար այդպես է։ Ու ես ձգտում եմ դրան։ Բա խենք ուզում մեր բնակչության քանակը ավելացնենք։ Ո՞նց է ձեզ թվում։ Մեծ հասարակ բան ասեմ։ Եթե մենք 90-ականներին 94-5 թվերին մինչև լինեինք, ասենք, թե 10 միլիոնանոց ազգ, ժողովուրդ, քաղաքացի։ Արցախի հարցը աշխարհը ոնց կուզեր լուծեր։ Եթե ձեզ թվում է բնակչության քանակը բացարձակ դեր չի խաղում, սխալվում է։ Եթե մենք լինենք մեծ, ունենենք շատ բնակչություն, ոնց եք կարծում, Մոսկվայի պայմանագիր կլներ, թե չէր լինի։ Այդ պայմանագրով այդ Սուրմալուն բանը կգնար թուրքերին, թե չէր գնա։ Դրախր, ես չեմ հասկանում, գիտեք, հազարամյակներով անցել ենք պատերազմների միջով, ընդհուպ միջև վերջերս, ընդհուպ միջև հիմի սենց զորով ենք բրդում խաղաղությունել է։ Հա, մի քիչ ավելի բան, բայց հաստատված չի վերջնական, չէ՞ դա։ Հələ այդ ձեր ցավը տանեմ։ Կարելի է այդքանից հետո չիմանալ պատերազմն ինչ է։ Կարելի է։ Որովհետև կակոյնի բուտ այսպես Բաղդիգյաններ կան, կամ մարդիկ չեն հասկանում ինչ է պետությունը։ Ինչ է պետությունը։ Նոր տարվա գիշերով վերցրել եք ԿՊ-ի խնջույքը, տակը դրել եք եռաբլուրի պատկերը, դրել եք։ Գիտեք, իմ մոտ տպավորություն է, որ դուք երջանիկ կլինեիք, եթե օրինակ ձեր ասելով ձեր թշնամի Ալիևը, ձեր ասելով ձեր թշնամի Ալիևը այնուր նույն օպերացիան աներ, էլի Կարենար Գարերևանից կառավարության վերնախավին տաներ ու փագեր։ Այ դուք ասում եք, այ գերիների մասին չեք խոսում։ Եթե Նիկոլը այնտեղ գերի լիներ, դուք խոսելու եք։ Արախր, այնքան բաներ կա, որ չի ստացվի, էլի, չեք կարա դրանք տալկատ անեք մարդկանց։ Չեք կարա, որովհետև դուք դրա կարողը չեք։ Դուք ընդամենը խոսող եք։ Դուք կարող եք շատ, այո, վերցնել խնջույքի կադրերը, դնել եռաբլուրը տակը, այդպես մի հատ վատ բան անել։ Այ դուք այդ կարող եք անել։ Դուք մահվան մունետիկներ եք։ Իսկ ինչ է ձեզ թվում, երբ որ մարդը պարում է, օրինակ։ Ինչ վերջ ուրացել է եռաբլուր, բա դուք եք պարում։ Դուք եք պարում, բա։ Թե դուք մենակ այդ ռազմահայնասիրական երկեր եք, ընդ որում այդ ռազմահայնասիրական երկերը ձերը չեն, դուք էդի գողացել եք ժողովրդից, ու ընդեղ բառեր եք փոխել, դաշնակցություն բառը ավելացել եք, դարձրել եք ձերը։ Ինչ չեր եք անում արա,
Ձեզով դա այ հենց այդ դեգեներատիզմն է, որ մցրել եք մեր գրպանը չեք անում։ Ու դուք եկել եք ստեղ որոշում եք թե ով է ուռած ով չէ։ Ձեզ ինչ։ Դուք ով եք։ Դուք շատ ժամանակ ոչ թե հարց եք տալիս պատասխան լսելու համար, այլ հարց եք տալիս հարցը տված լինելու համար։ Այսինքն ձեզանից շատերը ու դա դուք եք հաստատել, ես կարամ ապացուցեմ։ Մի քանի քայլով կարամ ապացուցեմ։ Հեսա ասեմ ոնց ու ասեք, եթե կլինի ապացուցման կարիք, օքեյ։ Դուք ձեզ սիրում եք հարց տալուց, հարց բարձրաձայնելուց, դուք չեք սիրում այդ հարցի պատասխանը, բացարձակ չեք սիրում, ձեզ հետաքրքրել չի, ձեզ պետք չի, ձեզ պետք է ստեղծեք տպավորություն, որ դուք ինչ-որ բանի մասին մտածեցիք ու հարց բարձրաձայնեցիք, այդ ձեզ հետ է պետք, վերջ, դրանից այն կողմը ձեզ հետաքրքիր չի, բերեմ ուղիղ օրինակներ, մտնում եք, տեսեք, ես չանեմ, որ ասեք կարող է ինձ են բանը, մտնում եք, օրինակ, դաշնակցության էջը, պաշտոնական իրանց կուսակցության էջը, տես թերթելով իջեք, ազգային ժողովի նիստերը նայեք, արա տեղադրում են, Արթուր Խաչատրյանը ինչ հարցա տալիս, ուսս բան ձևով է, հորս առատ պատասխանը չի դնում, կառավարության հետ արդյուն պատասխանը, Քրիստինե Վարդանյան, ու գրում են էլ, բարձրաձայնվեց այս հարցը, ազգային ժողովում, ստորացրեցին այս թուլ բաներ, հարցն է մենակ, հորս առատ պատասխանը չկա, մտեք նայեք ժողով, ամոտից թե խապում է, նույնը հարապետը պատիվ ունեմի որոշ բայց ամենաշատը էդի անումը դաշնակցությունը, մտեք նայեք, իրանք սիրում են հարց տալուց աղբեր, ջոգում եք, Մետեք ձեզ հիմնավորումը, մտեք նայեք, եթե հավես ունեք, ապացույցը ընդեղ դրած է, անգամ ես շատ բաներիմ համար առանձնացրածը ունեցել եմ, ու կարամ փնտրեմ գտնեմ էլ, եթե հետաքրքիր է մյուս եթերի ժամանակ ցույց տամ, մենակ հարցն ախպեր, չէ, Տիգրան ջան, տես որն է հարցը, ես ոչ թե խոսում եմ հիմա կոնկրետ մի ասացի մասին, ես բնույթն եմ, բնույթը, ու դա մեր հասարակության մեջ կա, ու ցավալի է, որ էդիկա մեր իրականության մեջ 21-րդ դարում, որովհետև, տես են Սարխանը որ կար, են Ղարաբաղցին են, որ բանը կապվել էր Միլի Մեջլիսի բաների հետ ու ինֆորմացիաներ էր տալիս, որ Դավաճանը, Սարխանը, էսի, սրա միջոցով փորձում էին իմանալ անգամ հասարակության տրամադրությունը, ջոգում ես, այսինքն մենք 5 տարիա գոռում ենք, ասում ենք մանիթորինգի տակ ենք ժողովուրդ, ձեր ցավերը շատ իցույց մի դրեք, մեր ցավը շատ իցույց մի դրեք, այդքան մի խեղտեք եռաբլուրը, այդքան մի խեղտեք ամեն մեր զինվորի դեմ կովտախույր երաժշտությունը, մի արեք, մանիթորինգի տակ ենք, սա հաշվարկվում է մեր դեմ օգտագործվում, արա աղբեր ասում ենք դառնում ենք թշնամին, յանի չենք ուզում որ աղբեր ջան, դու ձեր գործն է, բայց մի քիչ պետք է բան ունենալ, դիվանագետ լինել, մենք մի արեք, հետո կանենք աղբեր, հետո քիչ կանենք, եթե դու ցույց ես տալիս ու դրանով ազդում ես, հիմա եթե գիտեմ որ գիտես Տիգրան ջան, ցած մի պրոստը աչքս ընկավ քո մեկնաբանությունը, այդպիսի հարցեր տվողներ կան, թող լինի ընդհանուր սնձրույց։ Եթե մենք ստեղ նստած խոսում ենք, արա հնդիկներ կանները, սա հնդիկները, բարակ, գիտես ինչ, ես հրավիրում եմ բոլորին Հայաստանի չափ մի հատ երկիր, Հոլանդիա, Հայաստանի չափ երկիր, որի մայրաքաղաքում Եթե լիներ նման տոնակատարություն, դժվար թե մոմով մի հատ հոլանդացի գտնենք, բայց Հոլանդիան այսպես ապրում է այ հենց այդ բեժանոցների աշխատանքի հաշվին։ Հասկանում եք։
Այդպես մարդիկ նացիստակցությունը կողել են, Ալիևն էլ ընդից ասում է, հորոսարև օգտագործում է։ Օգտագործում է միջազգայնացիաներում, ասում է նացիստ է։ Մենք ցույց ենք տալիս նրանց հակահայկական քարոզչությունը, ուղիղ ցույց ենք, չէ՞ տալի դպրոցներից սկսած ինչ են անում։ Մերը այդքան չի լսվում, որովհետև մերը մենակ հակահայկական է։ Ինքը կարում ասի, ախպեր, ես իմ երկիրը ինտերնացիոնալ է։ Հայերի հանդեպ էլ դե մի կոնֆլիկտ ենք ունեցել, չենք սիրում։ Օրինակ, չէ՞։ Բայց ունենց ինտերնացիոնալ եմ, նայեք ինչքան ասում, բռնապետ է։ Արա բայց ինքը գնում աշխարհում ու պիտի տանում մեր նացիստներն էլ, այսպես մի 8 ապուշի պատճառով արա։ Իսկ աշխարհում դա չի ընդունվում։ Չի ընդունվում, ախպեր, շուտ անից չի ընդունվում։ Մի հատ Իլոն Մասկի պես Բարը միլիարդատեր ասելն էլ դրան չի լնում, էլի ծիլիարդատիրոջը մի հատ սենց ժեստի համար տեսեք ինչ արեցին։ Այսօր ֆուտբոլիստը մի հատ սենց ժեստ անում գոլ խփելուց կարմիր քարտը ստանում բանա, բաշե հեռացնում են ֆուտբոլից արը, չի ընդունվում արա։ Այսօր չեն հասկանում ախպեր, էլ ընդիկներ, ինչ եք ուզում արա դուք այդ ժողովրդից։ Ախր եթե դուք իմանաք ծանոթ լինեք հայ-հնդկական բազմա հազարամյա մշակութային ընդհանրությունների կամա չեք արա, մի օր մեկից չտեսանք հելներ նույն ձևով ռուսների վրա կայֆավատելներ, բախի կայֆավատ չեք լնա, որտև ուղեղներիտ մեջ դրած է, որ Ռուսաստանը մեր աղբեր ժողովուրդն է, այ եթե այդքան տգետ չլինեին, այ Նարեկի հերը, Տաշիր Սամոյախարը, Էննուս երկու դպրոց սարկած լինեին, դպրոցում կրթական համակարգը բանի փոփոխությունների անընդհատ ենթարկվելու թարմացվեր, ասես չէինք լինի, ու ճիշտ ասում Լիլիան, ասում գնել ջան, հայերը գլենդելում ապրում են, բայց Երևանի ինդիկներին չեն սիրում, այքես տրամաբանություն։ Գժի դար արա։ Մի խոսքով ժողովուրդ ջան, էլի ոչինչ, զրուցեցինք մի քիչ, կարող է կոնկրետ ուղիղ թեմա չկար, ուղիղ թեմա ինչ-որ խորքային չուսումնասիրեցինք, բայց էլի ահագին կարծիքով զրուցեցինք, երևի ես պետք էր մացած թազա տարին սկսելու բան է, էլի, տենանք ով ա տեղում, ով տեղում չի, ռազվետկա մի հատ արեցինք, էլի, ու արդեն ուղիղ թեմաներով կզրուցենք, եթե բանա, կան հարցեր մի քիչ կարանք զրուցենք, եթե չէ, եթերը փակենք, չեն ատում չի, սրանք զենքի տեր, ու այ հենց այդ հայի թուրքի թեմաները, դուք զգացել եք ժողովուրդ ջան, ճիշտ ասում Նարին Տոնյան, ասում ամբողջ օրը գոռում են թուրքը եկավ, թուրքը գալիս է, թուրքը, ու մեր ժողովուրդն էլ կարծես սկսել է սարսափել, թուրքն էլ տենում ուրախանում է, բայց թուրքը իրականում վախտում։ Այո, Նարի ջան, տես, ես մի բան հիշացնեմ ձեզ։ Տեսեք ինչքան այս սրանք թուրքական, թուրքերի հետ աշխատողներ են, հենց սրանք, այս 5-րդ չարասյունը։ Նայ, 44 օրյան նոր սկսում էր, իրանք նաև հիբրիդային բանով, հարցակումներ շատ եղավ ու նաև մեդիա տիրույթում եղավ։ Ու նկարում էին բաներ, վիդեոներ, իհարկե վատ էին նկարում, որտեղ բեզդր են, այդ կողմից անտաղանց սատկում են, նկարում էին, իբր հայ գյուղացին փախնում է գոռալով թուրք եկավ, ժողովուրդ փախեք, թուրք եկավ, հասկանու՞մ, այդ նույն բանը, ու այդ վիդեոները կան, էներգի չկա։ Հասկանում եք, ու դրանով փորձում են հայ ժողովրդի մեջ մտցնել որոշակի տրամադրություն։ Մի հատը կաշխատեր, 5 հատը չէր աշխատի, այդ կապ չունի, ինչ որ բան է էլի, հասկանում եք, մյուսը դառնում էր մի բան։ Հիմա այդ նույն բանը սրանք անում են, կրկնում են։ Պատկերացնում եք։ Այս էլ որորդ տարին է։ Բայց, եթե թարսը նստենք դուզ խոսենք, հայ-թուրքական հարաբերությունները մեր հայկական իրականության մեջ հանրամատչելի տիրույթում, հանրամատչելիության տիրույթում ամենակիչ ուսումնասիրվածն ու լուսաբանվածն է։ Չեք նկատել դուք։
ամենակիչ սահմանափակված է ցեղասպանություն, փակ սահմաններ, չճանաչել կամ ճանաչել, ով ճանաչեց, քիչ ճանաչեց, այս բանը, վերջ, հայ-թուրքական բաների մեջ, հարաբերությունների մեջ, թեկուզ Օսմանյան կայսրությունից սկսած մինչև մեր օրեր, առավոտից իրգուն կասենք թուրքը մեր թշնամին է, թուրքը մեր թշնամին է, ասպես խիա մեր թշնամին, ասում ցեղասպանություն է արել։ Այսինքն մինչև ցեղասպանությունը չի համարել Յանիմ թշնամի, ցեղասպանությունից հետո ես ձեզ ուրեմն մի գաղտնիք բացեմ, եթե տեղյակ չեք ժողովուրդ ջան։ Ցեղասպանությունից հետո ոչ միայն հետո, դեռևս որոշ տեղերում շարունակվում էին ցեղասպանական դրսևորումները։ Երբ որ ստեղծվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, խնդրում եմ, բացեք, կարդացեք, կամ ես ինքս մյուս եթերի ժամանակ ինձ հիշացնեք, ես ինքս ձեր համար կկարդամ, ես առհասարակ որոշել եմ այս տարի որոշակի ընթերցանություններ անել, թեկուզ առանց մեկնաբանությունների, մեկնաբանությունը թողնելով ձեզ։ Բանը 18 թվականին Հայաստանի հանրապետությունը երբ որ ստեղծվում էր, Սարդարապետի ճակատամարտի ընթացքում ու հետո, հա, ուրեմն Հայաստանի առաջին հանրապետության ազգային ժողովում մենք ունեցել ենք 6 թուրք պատգամավոր։ 2 ռուս, եթե չեմ սխալվում, 6 թուրք պատգամավոր, թվերը եթե չեմ սխալվում։ Ընդ որում, դաշնակների հետ կոալիցիոն կառավարություն։ Թե ինձ բան եմ օրնում, նա բացեք կարդացեք։ Հասկանում եք, այդ ժամանակը, այսինքն, մարդիկ բխի է տենց եղել պատկերացում արա։ Սա հարց է, չէ, պետք է, չէ, մատ այդ հարցի հետևից գնանք, հոգեբանորեն են, լավ, այս խիաս են եղել, բա, կարող է, ինչ-որ բան մենք ուրիշ ձև գիտենք, կարող է, մատ պետք է նայել ես ամեն ինչ։ Հենց ասում ես պիտի նայենք, դու ուրանում ես ուրեմն բանը, ցեղասպանությունը։ Ասենք ես հենց ուրանում եմ տարեք դատեք, որովհետև դա քրեական պատասխանատվություն է ենթադրում Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ թե բանը, այլ ուզում նայեմ ինքս հասկանամ, ոնց, խի, ինչը, ինչու, մի միլիարդ հատ հարց կա, չէ, դուք հարց չունեք։ Այսպես բաներ կա, ամենաշատը մենք խոսենք, որ թուրքը մեր թշնամին է, թշնամին է, հետի չի քննարկվում, բայց ամենակիչ հանրամատչելի ձևով ուսումնասիրված, այսինքն ուսումնասիրված եւ հանրամատչելի դարձած թեման է, ամենակիչ, բացեք, նայեք ինչ գիտենք մենք, ինչ գիտենք, բացի 20-րդ դարասկզբի մարդկային մարդկության դեմ արած հանցագործության ցեղասպանության դրսևորումից բացի ինչ գիտենք մենք։ Թեկուզ բան, էլի դպրոցական մակարդակի, հետ էլ չգիտենք։ Այնքան բան կա հələ անելու ասելու, բայց ամեն երկրորդը ախպեր ես իմ հայրենիքի համար կյանքը կստամ։ Այդ մեկը կար, ասում է, ինչ էր Արշակ Զաքարյանը, ինչ այն որ մեկը կա, չէ, որ ծիրան դրել է թույն տենց հայրենասերտը ուտեղ, բայց բան էր, ՀԴՄ էր թաքցնում, Ղարաբաղում ռեստորաններ աշխատում։ Պատերազմ լինելու է, անպայման լինելու է, ուղղակի հետա բանա, նայած թե կայնի հենց գրառումն էլ կարդամ, որ վանչելն է էլի ստացվի ինձնից հորինեցի։ Նայած թե ով կլինի գերագույնը, մի րոպե, ու ընդ է վատ բառերով է ձևակերպում, դա արդեն իր գործն է, ու պրոստե ես այդտեղ կարա էլի իսկապես ասելիք լինի, չեմ հասկանում, ես նոթբուքս ինչ-որ բան ճիշտ չի անում ոնց որ ագի նյութեր է կորել միջից։
Yani եթե միտքը այն էր, որ yani եթե լավ գերագույն լինի, մենք պատերազմը կախտենք, եթե չէ, էլի։ Այդ միտքն է տանում առաջ։ Ես ուզում եմ այդ միտքը բանա առաջ տանողներին մի բան ասեմ, ուրեմն Նապոլեոն Բոնապարտը մեծ լավ խոսք ուներ։ Մի լավ խոսք է հնչեցնում, մի շատ կարևոր ճակատամարտից առաջ, երբ որ կասկած են հայտնում, որ ինքը գաղթի թե կպարտվի, ասում է ես ունեմ բանակ, բանակն ունի ինձ։ Հասկանում ես։ Ու ցավոք սրտի, այս նույն Արշակ Զաքարյանի մասով կասեմ հետևյալը։ Խնդիրներն է, որ դու քո սիրելի քաղաքական թիմը երբեմնի ոչ հավատացել եք, որ ունեք բանակ, ոչ էլ հավատացել եք, որ ունեք գերագույն կամ չգիտեմ, ոնց ուզում եք ձևակերպեք։ Ոչ մի բան էլ չեք հավատացել։ Այ հենց այդտեղ շատ լուրջ խնդիր է եղել։ Չափազանց լուրջ խնդիր, որովհետև դուք չեք հասկացել, թե ինչքան կարևոր է, որ բանակը անընդհատ զարգացման process-ի մեջ է լինում։ Եվ այն բանակը, որը որ մենք ենք անցել, եկեք կլինի մեր ծառայության մասին բաներ մի սովորեցեք։ Մենք հիշում ենք ոնց ենք ծառայել ու դա ուր կտաներ կհասցնել։ Հասկանում եք։ Մենք դա շատ լավ հիշում ենք։ Ու ովով իսկապես ձեզանից որևիցե մեկը բանակից խոսելու իրավունք չունի։ Որևիցե մեկը իրավունք չունեք։ Ամեն ինչ այդպես թողել եք բանակի վրա։ Ոչ մի բան չեք արել։ Բացարձակ ոչ մի բան։ Ինչ է եղել։ Լավ, ժողովուրդ ջան, եկեք եզրափակվենք, բայց այո, ես տարի նաև այդպիսի նյութեր զուտ կարդամ, երևի տեսանյութի տեսքով կդնեմ, որը որ չկարողանամ մեկնաբանել, որովհետև բաներ կա, ես ինքս եմ ինձ համար նոր բարձում ու ինքս էլ հարցնելու կարիք ունեմ ու եթե լինեն լավ պատմաբաններ երբեմն մեր եթերին միացող, հավես կլինի, հետաքրքիր կլինի, կկարողանանք մեզ համար բացահայտել ինքներս մեզ, էլի։ Այդպես, շնորհակալություն, եւս մեկ անգամ բոլորիդ ամանորը շնորհավոր ժողովուրդ ջան։ Այս տարի նյարդերի տարի է լինելու, բայց հաղթանակների տարի է լինելու, հեչ չմտածեք։ Սա կարևոր տարի է ու ճակատագրական է մեր պետության համար։ Ու ես պարզապես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ինչքան էլ որ նրան թուլացրել են, ինչքան էլ որ նրան չեն ցանկացել կրթել, ինչքան էլ որ նրա կենցաղային կյանքի վրա ազդել են, ինչքան էլ որ նրա լեքսիկոնի ու լեզվամտածողության վրա ազդել են, միևնույն է քաղաքական որոշում կայացնելու իզորու է եւ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը իր ձեռքը վերցնելու եւ լուծելու է։ Այնպես որ ամեն ինչ շատ լավ է լինելու, ես վստահ եմ։ Իսկ մինչև այդ ամենայն անկեղծությամբ պիտի ասեմ, ժողովուրդ ջան, շատ նյութեր կան, որ անհրաժեշտություն կա կիսելու, տարածելու, որովհետև մենք շատ քչվոր ենք այն ռեսուրսի դեմը, որտեղ որ ֆինանսա ծախսվում, որտեղ որ ունեն իրանք արհեստական fake edge-երը, ովքեր լայքում ու տարածում են, մենք այդ դրա դեմ ենք իմի կռիվ տալիս ինչ-որտեղ, հա, ու ձեր այս եթերի մասին չի խոսքը, հետո է եթերների մասին է խոսքը, ձեր ակտիվության կարևորությունը շատ տեղին կլիներ։ Շնորհակալություն, լավ տարի, հաջողակ եւ հաղթանակների տարի, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեչ չմտածեք, բարի գիշեր ձեզ։